նրանց համառոտ ներկայացնել։ Շուշան Ազատյան մեր աստվածված փորձագետն է, հիմնականում զբաղվում է ռեգիոնալ եւ Իրանի քաղաքականության հարցերով եւ այսօր պատահական չէ որ հրավիրել ենք, որովհետեւ մենք ուզում ենք նաեւ մի փոքր ռեգիոնալ խնդիրներ հասկանանք։ Վահրամ Հովհաննիսյան մեր մեկ այլ աստվածված փորձագետն է, ով զբաղվում է ավելի շատ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականություններով, սա կրկին հեռանկարում խնդրին առնչվող ուրեմն փորձագիտության ոլորտ է։ Մեր հրաշալի գործընկերը քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանը, բազմամյա եւ չափազանց արժեքավոր գործընկեր, ով ավելի շատ հիբրիդային սպառնալիքների ուրեմն փորձագետ է եւ թերևս չենք կարող չնկատել, որ էներգետիկան վերջին տասնամյակներում հանդիսացել է աշխարհակաղակականության հզորագույն գործիքներից մեկը եւ նաեւ հիբրիդային վտանգներ հարուցելու ուրեմն ինստրումենտներից եւ ակտիվներից մեկը։ Արտակ Մարկոսյան մեր աստվածված փորձագետն է տնտեսական եւ սոցիալ-տնտեսական հարցերով, կրկին թեմային առնչվող փորձագետ եւ վերջապես Արայիկ Պապյանը, ով Լոզանի համալսարանի դոկտորանտ է եւ նաեւ մեր ինստիտուտի աստվածված փորձագետ, հիմնականում կենտրոնացած է միջազգային բիզնես իրավունքի եւ նաեւ արբիտրաժի հարցերով։ Պարոն Պետրոսյան, շնորհակալություն, որ մենք մեզ միացաք եւ համաձայնություն տվեցիք ձեր բազմազբաղ գրաֆիկի պայմաններում թե կիսվել հասարակության հետ, թե նաեւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Վերջին շրջանում շատ եք հարցազրույցներ տվել եւ թերևս չափազանց մեծ էր հանրության եւ մեր փորձագետների շոկը այն բացահայտումներից, որոնք վերջին ամիսների ընթացքում պարբերաբար տեղեկացնում էիք հանրությանը, այնպես չէ, որ իլյուզիաներ ենք ունեցել կամ բարդագույն ակնոցներով ենք նայել Հայաստանի Հանրապետության ռազմավարական ակտիվներում տիրող իրավիճակին, որոնք 2000-ականների սկսած կասկածելի գործարքներով ուրեմն մասնավորեցվել կամ հանձնվել են օտար կառավարիչների եւ թերևս Հայաստանի էլեկտրական ցանցերը իր նշանակությամբ դժվար է ասել, թե ինչ կարևոր դեր ունի Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության եւ այլ առումներով։ Մեր սեփականատերը դեռևս, ով ձեռք է բերել Հայաստանի էլեկտրական ցանցերը, իր թիմով փորձում է ներկայացնել, որ բարեգործություն է արվել Հայաստանի Հանրապետությանը, իր գրպանից ներդրումներ են կատարվել, վնասով են աշխատել, մի խոսքով հայրենասիրության եւ բարեգործության մի հիրավի կատարյալ ակտ։ Ես չեմ ուզում ամենևին կասկածի տակ դնել սեփականատիրոջ հայրենասիրական նկարտումները ամենևին, բայց եկեք հերթով արձանագրենք, թե ինչ ունենք ձեր պաշտոնը ստանձնելուց հետո, որը տեղի ունեցավ հայտնի զարգացումներից հետո, ամռանը, եթե չեմ սխալվում, եւ դրանից հետո արբիտրաժային ինչ-որ մարմին, Ստոկհոլմի ինստիտուտը, չէ, եթե ճիշտ եմ հիշում, ուղղակի, այսպես ասած, մտահոգությունների մի դրսևորում կատարեց Հայցֆորի դյումի համաձայն, որը ավելի շատ վերաբերում էր նրա սեփականության իրավունքների հարգման այս process-ում։ Հիմա առաջին հարցը։ Մենք բոլորս իհարկե կարծրացել ենք կառավարության հիմնավորումները, թե ինչի համար են ձեզ նշանակել։ Դուք նշանակվել եք այդ մարմնում, որպես ժամանակավոր կառավարիչ, բացառելու համար իրականացնելու նախ ճգնաժամային կառավարում եւ բացառելու սաբոտաժ եւ այլ դրսևորումներ։ Հանուն արդարության այս տարածքը, որտեղ դուք գտնվում եք, անցած այս տարվա վաղ գարնանը, քանիցս այս ամբողջ շրջանը, քանիցս ուսանքազրկվում էր 8 եւ ավելի ժամերով։ Եվ ես հիշում եմ մեկ գրառում կատարեցի սոցիալական ցանցում կառավարության մեջ գտնվող որոշ գործընկերներ, բնականաբար չեմ տա, երբ ես կասկած էի հայտնել, որ արդյոք սա այս ամբողջը սաբոտաժ չէ, որովհետև իդեպ այս տարածքում դժգոհությունները չափազանց շատ էին, որովհետև լավ, ենթադրենք մենք հետազոտական կենտրոն ենք, ես կարող եմ ինձ թույլ տալ աշխատակիցներին տուն ուղարկել,
չաշխատել, բայց կային նաև սառնարաններ ունեցող ուրեմն սննդի օբյեկտներ, որոնք ուղղակի տառապում էին։ Հիմա այն ժամանակ կառավարության գործընկերները բավականին, այսպես ասեմ, լավ էին տրամադրված մտադրությունների մասով հեծում, թե ինձ ասում էին, դե դա գիտեք մաշվածության, երկար տարիներ ներդրումներ չանելու եւ այլնի հետևանք է, որ այսպիսի զանգվածային հոսանքի անջատումներ ունենք։ Հետո իհարկե ուսումնասիրությունները կարծես թե այլ բան ցույց տվեց եւ կառավարության որոշումը մատնում է համենայն դեպս այն մտահոգությունները, որ կարող էին լինել ժամանակավոր կառավարման ընթացքում, ճգնաժամային կառավարման ընթացքում, այդ թվում նաև միտումնավոր անջատումների մասով։ Կխնդրեմ մեր հանրությանը ներկայացնենք, թե ինչ խումբ բացահայտումներ ունենք, բոլորը տեղյակ են, որ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում դուք ներկայացրեք 6 խումբ խախտումներ։ Եկեք խումբ անդրադառնանք դրան եւ հարամատչելի եղանակով բացատրենք, թե ինչու դրանք պարտադիր էին հեծի լիցենզիան վերցնելու առումներով։ Խնդրեմ, խոսքը ձերն է, պարոն Պետրոսյան։ Շնորհակալ եմ, պարոն Սաֆարյան, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ քննարկման նաև նախաձեռնության համար։ Ի սկզբանե մի հստակեցում ասեմ, ձեր խոսքում ասացիք, որ կառավարության կողմից նշանակված կառավարության չէ, հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահի վարույթի ուրեմն շրջանակներում են նշանակվել ժամանակավոր կառավարչի կարգավիճակում, ինչը օրենքով սահմանված լիազորություններ է ենթադրում եւ էներգետիկայի մասին օրենքի համաձայն հանձնաժողովը վարույթի շրջանակում կարող էր 5 տեսակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որոնցից մեկը ժամանակավոր կառավարչի նշանակումն է, ինչը նոր ինստիտուտ է նաեւ մեր երկրում։ Հիմա ըստ էության ինչ ունենք, դուք իրավացիորեն հղում արեցիք լիցենզիայից զրկելու, լիցենզիան դադարեցնելու որոշման մեջ տեղ գտած 6 խումբ խախտումներին, դա այն հանրագումարն է, որ վարույթի ողջ 4 ամսյա ուրեմն իրականացման շրջանակներում մենք վեր ենք անել զուգահեռաբար ճգնաժամային կառավարման մեր ամենօրյա գործունեության, քանի որ հեծը լինելով նաև մենաշնորհային դիրք ունեցող էներգետիկ ռազմավարական ընկերություն, կառավարչական, իրավական, ընթացակարգային խնդիրների զատ մենք խնդիր ունենք նախ եւ առաջ բնականon աշխատանքը ապահովելու, որպեսզի բառի իմաստով կյանքը կանգ չառնի մեր երկրում։ Եվ ահա ամենօրյա բնականon գործունեությունը երաշխավորելու գործընթացներին զուգահեռ իմ լիազորությունների շրջանակներում ես բնականաբար իրականացրել եմ վերահսկողական, ստուգողական ուսումնասիրություններ, թիրախային նաև այդ թվում կետային գործընթացներ եմ նախաձեռնել մեր ընկերության համապատասխան ստորաբաժանումների, մասնագետների, այդ թվում նաև վերահսկողական լիազորություններով օժտված մասնագետների ներգրավմամբ եւ վեր ենք հանել մի շարք խնդիրներ, ինստիտուցիոնալ այդ թվում համակարգային, որոնք որ անխուսափելիորեն կարող էին հեծը կանգնեցնել կառավարման ճգնաժամի, ապա նաև էներգետիկ ճգնաժամի առջև մեր երկիրն ու մեր հանրությանը, դրանով նաև մարտահրավեր նետելով հանրային կարգին, նույնիսկ ազգային անվտանգությանը։ Եվ ահա այդ խումբ խնդիրների մի մասը արդեն իսկ գտնվում էր հանրային ծառայությունը կարգավորող մարմնի ՀՑԿ-ի լիազորությունների, վերահսկողական լիազորությունների տիրույթում, ինչը իմ բնորոշմամբ ժամանակի կառավարիչները խնամքով թաքցրել են ՀՑԿ-ից կամ պատշաճ չէին ներկայացրել, թեպետ դրանց մի մասը նաև հենց լիցենզիայի պահանջներից բխող պարտավորություններ են։ Եվ ահա այդ վերադառնալով 6 խումբ ընդհանրական այդ խախտումներին, ընդ որում ասեմ, որ լիցենզիայի դադարեցման համար հիմք հանդիսացած ՀՑԿ որոշման մեջ մատնանշված 6 խումբ ուրեմն խախտումները յուրաքանչյուրը ինքնին հանգեցնում է լիցենզիայի դադարեցման, այսինքն ընդհանրական չէ դադարեցում, այլ դրանցից յուրաքանչյուր առանձին արդեն իսկ դադարեցման հիմք են։ Բարձրակերպ, այսինքն մեկ հիմքը բավարար էր։ Այո, դրան այդ 6-ից մեկ հիմքը բավարար էր, բայց մենք ունենք մի ամբողջ 6 կետանոց, այսպես խախտումների առանձին հիմքեր, ընդ որում 6-րդը, որը վերաբերում է ֆինանսական, ապրանքանյութական, տնտեսական առհասարակ գործառնությունների եւ
կառավարման ճգնաժամին առնչվող խնդիրներին իր մեջ ունի 9 ենթակետ։ Այսինքն կարող ենք ընդհանրական ասել, որ շուրջ 15 բնույթի, տեսակի ու խմբի խնդիրներ կան։ Պարզապես լիցենզիայի ձգման հիմքում դրվել է 6 հիմնական խնդիրները, 6-րդը 9 ենթակետով։ Հիմա ըստ հերթականության, չեմ կարող ասել ըստ կարևորության, որովհետև բոլորն է կարևոր ու էական են շատ, այո, բայց վերջին օրերին շատ չարչրկված մի թեմա ունենք, դա տվյալների բազայի, ուրեմն կանխամտածված առերևույթ, թե օբյեկտիվ, դա նախաքննությունը կպարզի, քանի որ քրեական վարույթ է նախաձեռնված այդ փաստերով իմ հաղորդման հիման վրա, ուրեմն տվյալների բազայի ջնջելու կամ ջնջվելու այդ փաստն է, որը որ նաև օպոնենտ կողմը այսօրին վիճարկում է եւ հանրությանը գցում է տարանկալումների մեջ, որ տեսեք ցանկացած քաղաքացի կարող է գնալ հեծում դիմել եւ իր ծախսումները, իր ծախսած սպառած էլեկտրոէներգիայի էպիկրիզը կստանա եւ նաեւ լրատվական դաշտի մի շարք գործընկերներ այդպես են վարվել, ստացել են եւ հակասական տեղեկատվություն է շրջանում դաշտում։ Ես ուզում եմ նաեւ արտից օգտվելով մեկը միշտ այդ հարցի մեջ լույս սփռել, այսպես ասած, ինֆորմացիոն լույս։ Խնդրեմ սահմանենք ինչ պարտավորություններ ուներ հեծը։ Տեսեք, ուրեմն լիցենզիայի պահանջից բխող հեծ ուներ պարտավորություն սպառողների, այն է մեր քաղաքացիների, անձնական տվյալների պաշտպանության, երաշխավորության, այն թվում նաեւ պատշաճ արխիվացման եւ տարիների ամբողջ բազայի պահպանման նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու։ Արդեն չմտնելով բովանդակության մեջ, արդեն իսկ ի սկզբանե ասեմ, ինքնին երևույթը, որ թաքցվել է այդ դիպվածը ՀՑԿՀ-ից, դա արդեն լիցենզիայի պահանջի կոպիտ խախտում է։ Նա պարտավոր անմիջապես ի պաշտոնե տեղյակ պահել եւ նաեւ միջոցառումների ու ձեռնարկվող քայլերի մասին նաեւ տեղյակ պահել, ընդ որում նաեւ փորձագիտական, մասնագիտական շրջանակների ներգրավման առումով նաեւ բոլոր քայլերը ի պաշտոնե կարգավորող մարմնին, վերահսկողություն իրականացնող մարմնին տեղյակ պահել։ Ոչ միայն տեղյակ չի մահվել ներողություն, այլ իմ գնահատման նաև խնամքով թաքցվել է, քանի որ որքան ժամանակ է թաքցվել։ Հուլիսի 18-ին, երբ վարույթը հարուցվել է եւ ես նշանակվել եմ ժամանակավոր կառավարչի կարգավիճակում, նշանակումից 1-1.5 ամիս անց ինձ հայտնի է դարձել, որ նման միջադեպ է տեղի ունեցել։ Հունվարի 2-ին, 3-ին տեղի ունեցել գործողությունը եւ ընթացիկ տարվա։ Ես ինքս արդեն փաստերի համադրման ունեցած նաև ինֆորմացիոն այդպես աղբյուրների ստացված տեղեկատվության հիման վրա գործողություններ են իրականացրել վերահսկողական եւ միայն սեպտեմբերի կեսերին, այսինքն նշանակումից 1.5-2 ամիս անց արդեն տեղյակ են եղել, բայց քանի որ հսկայածավալ փաստաթղթեր պիտի ուսումնասիրեինք եւ այդ փաստաթղթերը հեծում էին գտնվում ծառայողական քննության իրականացված փաստերի վերհանման համադրման, դա նաև որոշակի ժամանակ պահանջեց հասկանալու իրական դրվածքը, ինչպես նաև պաշտոնապես վստահեցվել է ինձ համապատասխան պատասխանատուների ստորաբաժան ղեկավարի կողմից, որ պատշաճ կերպով այդ մասին տեղյակ չի պահվել ՀՑԿՀ-ն, ես ինքս բնականաբար առաջին հերթին կիզգրությամբ պաշտոնապես բոլոր փաստաթղթերը փոխանցել եմ ՀՑԿՀ նախագահին իմ անունից եւ առաջարկելով բնականաբար թե վարույթի շրջանակներում քննարկման նյութ դարձնել եւ առհասարակի պաշտոնը պարզապես արձանագրել, որ նման դեպք կա ոլորտի կարգավորման տիրույթում գտնվող ռազմավարական ընկերությունում։ Այդ թվում նաեւ, քանի որ ենթադրյալ արտաքին միջամտության արդյունք էր դա բազաներին, քանի որ 4 տասնյակի հասնող դոստուպներ էր այսպես տրված IT ընկերությունների կամ անհատների, այդ թվում արդ երկրից մասնագետներ էին բազային կպնում եւ որոշակի գործողություններ անում ժամանակին։ Կա հիմնավորում ինչի 4 տասնյակ։ Հիմնավորում չկա ինչի 4 տասնյակ, բայց հիմնավորում կա առհասարակ ինչի դրսից, որտեղ ներսում այդ կարողությունները չեն ձևորել մարդիկ եւ 19 ընկերությունների խմբի այլ ընկերություններ այսպես outsource անում այդ ծառայությունը։ Ասկոյի համակարգի պիրամիդա համակարգում թվային հաշվիչների հաշվառումը, տեղադրումը, այդ թվում նաև կարգաբերումները ընթացիկ, այդ թվում նաև իրենց օպերացիոն ապգրեյդները եւ այլն։ Եվ ահա զուգահեռաբար, քանի որ ենթադրյալ հանցակազմի տարեր տեսա նաև այդ դիպվածի մեջ, բնականաբար նյութեր ուղարկվեցին նաև գլխավոր դատախազություն, ինչի հիման վրա, ինչպես արդեն նշեցի, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հիմա բովանդակային մասով, տեսեք, բազան ինքը իրենց ենթադրում է որոշակի պլատֆորմ, դա պիրամիդա համակարգն, ինչպես օրինակ Windows-ը օպերացիոն համակարգ։ Եվ այդ պլատֆորմի վրա ASCII ծրագրով աշխատում են էլեկտրոնային հաշվիչները։ Իրենք փոքրիկ կարելի ասել մինի համակարգիչներ են, կոնկրետ խնդիր լուծող, ունեն իրենց հիշողությունները լոկալ։ Եվ այդ համակարգերում յուրաքանչյուր սպառող բաժանորդ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կարող է կես ժամյա պարբերականությամբ, կես ժամ, մի ժամ, ապա ամենօրյա, ամենամսյա եւ
տարեկան, կիսամյակային, երամսյակային եւ այլն տեսնի իր սպառումը, իր էլեկտրաէներգիայի բեռը։ Կես ժամվա ճշտությամբ կարող է տեսնել նաեւ իր ընտանիքի ծախսը, իր բյուջեն կառավարի։ Եվ ահա այդ ամբողջ տվյալների բազան, որը որ հանդիսանում է 700,000 մեր սպառողների, բաժանորդների արդեն թվայնացված հաշվիչներ ունեցող, այսպես ասած, բաժանորդների նաև անձնական տվյալ ջնջվել կամ ջնջել են, բայց քանի որ ամսական կտրվածքով այդ բազայից ընդ որում ձեռքով ոչ թվային ինտեգրումով ամբողջական ծախսումների տվյալները նաև upload է արվում, այսպես ասած, մասնագիտական լեզվով բիլինգի համակարգ, որտեղ որ արդեն ձևավորում են ծախսերի ցանկերը, դեպի ռիսկ կոչվածները եւ քաղաքացիների իրավական անձանց հաշիվ է դուրս գրում հեծը վճարումների, իրենից գեներացված այդ տվյալները մնացել են այլ համակարգում, այլ կրիչի վրա, բայց բուն սկզբնաղբյուր հանդիսացող թվային տվյալները կեսժամյա ճշտությամբ ձևավորվող դրանք չկան այլևս։ Եվ մինչ օրս ներգրավելով նաև մասնագիտական շրջանակներ, փորձագիտական շրջանակներ մեզ չի հաջողվում ցավոք վերականգնել այդ տվյալների բազան։ Հիմա ինչ են ասում օպոնենտ կողմը, ասում են որ մենք վերականգնել ենք, ասում է ամսական, այդ կոպիտ ասած սատանան դետալների մեջ է։ Ասում է ամսական, որովհետև ինչպես ասացի, այդ կեսժամյա տրվող ինֆորմացիայի բազայի, ինֆորմացիոն տեղեկատվական բազայից գեներացված բիլինգի տվյալներում ամսական կտրվածքով արդեն կան այդ տվյալները, բայց չմոռանանք, այդ տվյալները այնտեղից ներածվել են բիլինգի համակարգ ձեռքով եւ բիլինգի համակարգում այո պահպանված է, որը մեկ չի երգում եւ այդ տվյալների հիման վրա ենք մենք հաշիվներ ներկայացնում, բայց դրա սկզբնաղբյուր հանդիսացող տեխնոլոգիական լուծումը, տեխնոլոգիական տվյալների բազան չկա այլևս եւ որ նաեւ ասում են, որ իբր ամսական կտրվածքով տվյալները վերականգնված են, դա նրա մասին է, որ իրական տվյալների բազայից արտացված ձեռքով ընդ որում բիլինգի համակարգից թույլ կտա նաև սխալներ։ Այո, մարդկային գործոնի, այդ կարա նաև ենթադրաբար կանխամտածված սխալներ, ինչ-ինչ նպատակներով եւ մոտիվներով, դա նախաքննությունը կպարզի, բայց այստեղից դարձյալ ամսական կտրվածքով տվյալները իրենք ներածել են բազայի մեջ, փորձելով դրանով ինչ որ կերպ վերականգնելու թեկուզ ամսական ունեցած ցուցանիշները, բայց սկզբնաղբյուր ինքը արդեն օրիգինալ, այսպես ասած, տեսքով ու բովանդակությամբ այլևս գոյություն չունի։ Ինչ էր թույլ տալու օրիգինալը եւ ինչ չի թույլ տալու հիմա մեխանիկորեն ներմուծվածը։ Այսպես ասեմ, հիպոթետիկ X սպառող կարող է պարզապես վիճարկման առարկա դարձնել իր 22 թվականի հունվար ամսի սպառումը եւ ասի որ այդ ամսին ես հանրապետություն չեմ գտնվել, ինչու եմ այսքան ծախս արձանագրել, ինչու եմ վճարել եւ դրա հիմքերը, տեխնոլոգիական լուծումը թվային տեսքով ցավոք սրտի հեծը այս պահին չի կարող ներկայացնել։ Թեպետ կարող է միջնացված ծախսերով իհարկե հիմնավորել, բնականաբար ինքս էլ կոչված եմ պաշտպանելու ընկերության լավագույն շահը, դա կանենք, բայց հիպոթետիկ օրինակը սա է։ Եվ երկրորդը 700,000 քաղաքացիների անձնական տվյալները։ Անձնական տվյալների պաշտպանության տեսակետից, ինչի երաշխավորված չեն։ Այո, ամբողջ հանրապետությունը հեծ ունի 1,070,000 բաժանորդ մոտ, որից 700,000-ը արդեն թվայնացված հաշվիչներով են հաշվառվում, 30%-ը շուրջ դեռ հին ավանդական տեխնոլոգիաներով են հաշվառվում։ Երկրորդը իսկ արտաքին ինչ միջամտության արդյունք եւ արդյոք ազգային անվտանգության հարց չի ցակել այդտեղ կամ իրենք այդ ռիսկեր չեն գեներացրել։ Երրորդը ում ձեռքին կարող էր հայտնվել այդ ամբողջ տվյալների բազան։ Դուք ասացիք, որ ներողություն, չորրորդը իսկ արդյոք կանխամտածված չի արել որոշակի հավելագրումներ, թե գրանցումներ եւ այլն դրանով քողարկելու եւ սկզբնաղբյուրները ծածկելու, որտեղ արձերն մուտքագրած տվյալները որպես ճշմարտացի ու հիմնավորված փաստ, եթե կա մարդկային գործոնը, այլ թվային ինտեգրումով չի արվել, կարող է դնել կասկածի տակ այդ բոլոր խնդիրները։ Խոսքը դրա մասին է։ Եվ այս պահին մենք մի փոքրիկ այսպես գաղտնիք բացեմ, այդ մասին չեմ խոսել դեռևս որևէ ուրեմն հարթակում, այն ընկերությունը, ընդ որում ռուսական ընկերություն է, որը որ այդ ծրագրային ապահովում մատակարարել է Տաշիր ընկերությունների խմբի ռուսաստանյան կազմակերպությանը։ Այդ ռուսաստանյան կազմակերպությունը մատակարարել է իր հայաստանյան ռեզիդենտ ընկերությանը, որը որ սպասարկել է հեծին, զուգահեռաբար էլեկտրոնային հաշվիչների մատակարարման, այդ պլատֆորմների մշակման, ինտեգրման, կարգաբերման, ընթացիկ սպասարկման, որը այդ աշխատանքի մի մասը նույնիսկ երկու սուբյեկտների միջև իրավարական անձ հեծ ՓԲ-ն եւ օրինակ տվյալ ընկերությունը
նույնիսկ պայմանագրեր չեն ունեցել։ Համարել են, որ դա նույն տնտեսության մի մասն են, բայց ֆորմալ առումով անհրաժեշտ են պայմանագրային հարաբերություններ երկու ռեզիդենտ ընկերությունների միջև իրավաբանական անձ, ընդ որում որոնցից մեկը իրենց սեփական այլ ընկերություններ, օրինակ Տաշիր Պիսայի ցանցը, Քաբլից ինչպես ունեն թող կառավարեն։ Կարևորը պատշաճ հարկային վարչարություն անեն եւ համապատասխան լիցենզիա անեն։ Բայց հեծը ինքը բնական մենաշնորհ ունեցող հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գտնվող ընկերություն լիցենզավորված անձ իրավունք չունի նման կերպ վարվել։ Եվ ահա այդ ընկերություններին մենք այդ ընկերությունը նաև ասեմ ձեզ, իմ նշանակման առաջին օրին որոշակի գրագրություններ կա նույնիսկ փաստաթղթեր կան նաև փաստաթղթավորած պատշաճ գրագրության արդյունքում, ընդ որում այդ ընկերություններից հետ ստացված գրագրությունը բացառապես ռուսերեն լեզվով է, առաջարկել էին պայմանագրային պարտավորությունների մեջ հստակություն մտցնել, պայմանագրեր կնքել միմյանց հետ, որովհետև մինչ այժմ որպես նույն այսպես ասած տնտեսության նույն ընկերությունների խմբի մաս մենք այդ պայմանագրերը չունեինք, եւ եթե պայմանագրային պարտավորությունները չլինեն, ապա մենք կդադարեցնենք մեր սպասարկումը դրան մեջ ես տեսել եմ կոնկրետ սաբոտաժի, վերջնագրի եւ այսպես ասած տուպիկային փակուղային իրավիճակ ստեղծելու տարեր, ինչի մասին բնականաբար եւ հայտնել են պաշտոնապես ՀՑԿՀ-ին, ինչի մասին նաեւ ներկայացրել են իրավապահ մարմիններին, որ ռազմավարական մենաշնորհային ոլորտի ընկերության բնականon գործունեությունը կարող է ինչ-ինչ շրջանակների կողմից կանխամտածված խաթարվել։ Բնականաբար կառավարել ենք այդ ռիսկերը։ Իմ անձնական նախաձեռնությամբ մենք, այսպես ասած, կապ ենք հաստատել այդ համակարգերի, ուրեմն ռազմավարությունների, մշակողների եւ այդ երկու ընկերությունների միջանկյալ միջնորդ մատակարարող ծրագրային ապահովներ, մատակարարող ընկերության սեփականատերերի եւ կառավարիչների գործադիր ղեկավարների հետ եւ հրավիրել ենք Հայաստան։ Սկզբից մարդիկ պարզապես գուցե ենթադրաբար եմ ասում, օպոնենտներին գուցե ճնշումներին, այսպես ասած, անսալով, տուրք տալով խուսափում են մեզ այդ ուղիղ կոնտակտ ունենալուց, երբ հարց արդեն բարձրացրեցին մակարդակ, որից նշանակվել են պետական մարմնի կողմից եւ ինքս ըստ էության չեմ ներկայացնում մասնավոր շերտ, այլ ներկայացնում եմ պետական ինստիտուտի, ուրեմն լիազորությամբ գործող ինստիտուտ, նոր մեն հաշվի են նստել իմ կարգավիճակի հետ, մեր հրավերով ժամանեն Հայաստանից մասնագետներով եւ իրենց հասանելիություն ենք տվել սերվերներին, որպեսզի որպես մշակողներ եւ հեղինակներ տվյալ ծրագրային ապահովման մեզ օգնեն ուղիղ, ուրեմն տեխնիկական աջակցություն ցուցաբերեն, որպեսզի մենք հանկարծ տեխնիկական կոլապսի առաջ չկանգնենք եւ օրինակ 700,000 էլեկտրոն հաշվիչները ձերքի մի այսպես շարժումով չանջատվեն սերվերից եւ ստիպած չլինենք անցնելու 90-ականների մեթոդներին ձերք մատիտ գրիչով գրելու ամսական ցուցմունքները հաշվիչների եւ ահա այդ ահռելի այսպես ասած գործընթացի արդյունքում մենք կանգնել ենք այդ ռիսկերը, կառավարել ենք դարձրել եւ ի պատիվ այդ գործընկերները ասեն, որ արդեն 4-րդ ամիսն է այդ ընկերությունը բացառապես անվճար, բացառապես մեզ on-line 24-ժամյա ապահովում է տեխնիկական աջակցությամբ 24/7 ռեժիմով մեր բոլոր խնդիրներին արձագանքում է, բնականաբար այն հեռանկարով, որ մենք հետագայում իրենց հետ պետք է երկկողմ փոխշահավետ, բացառապես նաև ելնելով հեծի ընդ որում ընկերության կոմերցիոն լավագույն շահից, իհարկե նաև զուգորդելով պետական ու հանրային շահը հարաբերություններ կառուցենք։ Եվ իրենց իսկ խոստմամբ վերջին 2 տարիները իրենք որպես տվյալ թվային լուծումների ռազմավարություններ, մշակողներ եւ մատակարարներ ուղիղ հասանելիություն չեն ունեցել հեծի սերվերներին եւ իրենք պաշտոնապես արդեն փորձագիտական եզրակացությամբ հաստատել են, որ այդ տվյալները ջնջված են, տվյալները վերականգնման ենթակա չեն այս պահին, որևէ կերպ չեն կարողացել մինչ օրս վերականգնել, բայց մենք դարձյալ ջանք ենք դնում ու փորձում ենք իրավիճակը շտկելու համար որևէ կերպ թեկուզ ինչ որ հատվածով վերականգնելու։ Եվ մի կարևոր դիտարկում էլ 23 թվականի նոյեմբերին կա որոշակի բեկապասվածը տվյալների որոշակի արխիվացման բազա, բայց այդ արխիվացման բազան ցավոք պիրամիդա համակարգի ամենավերջին թարմացված այս միջավայրում չենք կարողանում բացազատել։ Եվ այդ ամբողջությամբ կեսժամյա, այսպես ասած, պարբերականությամբ տվյալների ողջ բազան, որի մասին ես խոսեցի, այս պահին հեծում բոլոր քաղաքացիների սպառողների համար հասանելի է ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներից սկսած։ Ընդ որում արդեն այս պահին արխիվացվում է ամենօրյա ռեժիմով ամբողջ բազան, ընդ որում իմ նշանակումից հետո նաև ես հանձնարարել եմ համապատասխան ստորաբաժանում, որպեսզի նախագիծ եւ նախաշիվ ներկայացնի
լիովին այլ տարածաշրջանում Երևանից դուրս օպտիկա մալուխային կապով նոր սերվերային կայան կառուցելու հեծի համար, որպեսզի ոչ միայն նույն շենքի տարածքում երկու տարբեր սերվերներում մենք ունենանք այդ հայելային կրկնօրինակումն ու արխիվացումը ֆորս մաժորներից խուսափելու, այլև Երևանից դուրս այլ տարածաշրջանում տվյալների բազան պահենք, աստված մի արած, տարածաշրջանային նաև ֆորս մաժորները այո, կանխելու համար։ Դա առաջին կետով, հələ 5 կետում ենք, բայց առաջին կետում հետեւյալը ճշգրտենք, քանի որ փաստերի ստուգման հարթակը, այսպես ասած, հետևել էր ձեր հայտարարություններին եւ նաեւ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին եւ նաեւ դիմել էր հեծին, ստացել էր իր տվյալները։ Եկեք էլի մատչելի բացատրենք, ինչ էր ստացել փաստեր ստուգողը եւ որը ամենևին չի նշանակում, որ տվյալները վերականգնվել են։ Շնորհակալ եմ հարցի համար, այո, շատ ակտուալ հարց եք տալիս։ Տեսեք, օրեր առաջ ՀՑԿ նախագահ պարոն Մեսրոպյանը հայտարարել, որ տվյալները ջնջվել են եւ մեր սպառողներին հասանելի չեն իրենց բառացի չեմ կարող ցիտել, բայց միտքը հետեւյալն էր, որ մեր սպառողներին հասանելի չեն իրենց կատարած ծախսումները եւ այլն, ընդհանրական էր ասել, բայց ամենևին չմտնելով դետալներին, որ թվային տեխնոլոգիական տվյալների բազան ջնջվել է, բայց դրանից արտացված, ընդ որում, դարձյալ շեշտեմ, ձեռքով, մարդկային գործոնով արտացված բիլինգի համակարգում դրանք կան բնականաբար եւ մեր գործընկերները փաստեցում կես ժամ 1 հաճախական։ Այո, ամսական ամսական եւ փաստերի ստուգման հարթակի մեր գործընկերները այսպես ասած բառացիորեն ընկալելով Մեսրոպյանի ասածը որ ոչ մի տվյալ չկա։ Այո, իրենցից մեկի անով հարցում էին արել եւ անցած ամիսներից կամ անցած տարիներից մի ամսվա տվյալ էին տվել, ասեն խնդրեմ ձեր սպառումը կա, էպիկրիզը համեցեք ձեր ամսական կտրվածքով ու այդ տվյալը ստանալով FIP-ի հարթակի մեր գործընկերները նյութ էին տարածել, որ Մեսրոպյանի ասածը կարծես թե չի համապատասխանում իրականությանը։ Եվ ահա այսօր ի պատիվ մեր գործընկերները ես իրենց հրավիրեցի հեծի գրպամաս եւ ձեզ այցելելուց կես ժամ առաջ ես իրենց հետ հանդիպում ունեցա եւ հանդիպման ներգրավեցի նաեւ տեխնիկական տնօրենի տեղակալ տվյալների բազայի այդ կոնկրետ գործառույթներով օժտված ստորաբաժանման ղեկավարին, ով նաեւ երկար տարիներ տևական աշխատում այդ կարգավիճակում հեծում եւ իրացման տնօրենին, ում վերաբերում է կոնկրետ այդ իրացումների ցուցանիշների, ուրեմն հավաքագրումների այդ պատասխանատվությունը եւ հստակ պարզաբանում տվեցինք ցույց տալով ընդ որում մուտքերը սերվերում արկա տեղեկատվությունը եւ տեխնոլոգիական այն լուծումները, որոնք որ այդ բազան չջնջվելու դեպքում հասանելի կլինի քաղաքացուն եւ մեզ եւ ՀՑԿ-ին եւ ջնջված լինելու պարագայում, բայց բիլինգում պահպանված պարագայում իրենք ինչ են հարցրել, ինչ են իրենց տվել եւ ինչ կարող ենք տալ, եթե ունենայինք բազան։ Եվ պարզաբանեցինք հստակ, որ խոսքը երկու տարբեր բաների մասին։ Ամսական ծախսումները, էպիկրիզները ունենք բիլինգի համակարգում եւ կարող ենք ցանկացած սպառողի ու բաժանորդի տալ, բայց թե ինչից են դրանք գեներացվել, սկզբնաղբյուրը թվային տեսքով տվյալների բազան, ցավոք սրտի 18 թվականի հունվարի 1-ից մինչեւ 24 թվականի նոյեմբեր ամիս չունենք եւ որևէ կերպ չի ստացվում վերականգնել մինչ օրս։ Եվ մեր FIP-ի գործընկերները վստահ եմ այսօր վաղ արդեն պատշաճ պարզաբանում կներկայացնեն եւ ձեզ եւ մեր քաղաքացիներին կխնդրեմ անպայմանորեն խորամուխրել այդ պարզաբանման մեջ տեղ գտած փաստերին, փաստակներին, որոնք մեր գործընկերները վստահաբար բարեխիղճորեն։ Քանի որ ես թեմային շատ եմ անդրադառնում, ես ստացել եմ մի տեղեկատվություն հենց համակարգի ներսից, խուսափել էին մարդիկ բաց գրել հասկանալի պատճառներով լինելով աշխատակից հեծի աշխատակիցներն մասն է խոսքը այո եւ ասում էին որ ընդհանուր կիսում էին մտահոգությունները եւ համաձայն էին որ տվյալների բազան չկա ասում էին ստորաբաժանումները ունեն տեղեկատվությունը ինչ տեղեկատվություն ունեն ստորաբաժանումները որ կարող էր փոխարինվել վերականգնվել, այսինքն արդյոք ունեն ստորաբաժանումները կոնկրետ հեծի ստորաբաժանումները տարբեր մարզերում, տարբեր համայնքներում ունեն այդ տեղեկատվությունը, որտեղից հնարավոր է վերականգնել։ Թե խոսքը վերաբերվում է կրկին այդ ամսական ցուցանիշներին։ Ես կարծում եմ ամսական ցուցանիշներն է վերաբերում, ասեմ, որտեղ օրինակ մարզեր ունենք, որտեղ ցանցերի մի մասը 70%, 80% արդեն թվայնացված է, բաժանորդների հաշվիչների ասկոյի համակարգով են աշխատում։ Մարզեր ունենք, որ շատ չնչին մասն է թվայնացված։ Ես գտա նամակը, ներողություն։
Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, հաշվիչների ցուցմունքները կարող են վերականգնվել, եթե շատ ուզենան ու մի քիչ հասկանան գործից։ Քանի որ տվյալները դեռ պահպանվում են մասնաճյուղերում ու տեղամասերում։ Ինքը չեմ ասում, որտեղ աշխատում, որպես տեսուչ, երբ բնակիչ էպիգրիզում մի քանի տարվա տվյալներ կարողանում ենք տալ։ Ինչ են կարողանում տալ։ Էպիգրիզի մասից խոսի բիլինգի համակարգում մի քանի տարվա տվյալներ ամսական կտրվածքով կարողանում ենք տալ եւ տեղերից եւ գլխամասից, բայց կոնկրետ հաշվիչները ինտեգրված են գլխամասում սերվերների։ Մարդը չի կարող իմանալ գիշեր ինչքան է ծախսել, ցերեկ ինչքան է ծախսել։ Այո, նույնիսկ գիշեր, ցերեկ տարբեր սակագրեր ունենք։ Դրա պրոպորցիոնալ ցուցանիշները նույնիսկ հաշվիչը ինքը պահպանում է հիշողության մեջ եւ փոխանցում է գլխավոր սերվեր։ Դա էլ չեն կարող անել։ Իսկ բուն հաշվիչները, տեսեք, հիպոթետիկ մոտեցում, բուն հաշվիչները, որոնք օրինակ վերջին 5 տարիներին չեն փոխարինվել, որտեղ հաշվիչները կան, դե իրենց ընդհանուր, այսպես ասած, կենսագործունեության շրջափուլը 8 տարի է։ Հիմա այս պահին, օրինակ, տասնյակ հազարով հաշվիչներ, այս պահին արդեն կարգաբերվում են, այո, մենք կարգաբերում ենք օգտագործածները, ընդ որում պետական հիմնարկն է կարգավորում չափագիտության եւ ազգային ստանդարտացման, այո, պայմանագրային հիմունքների վրա, որի համար հեծը վճարվում է պետական հիմնարկին, էկոնոմիկայի նախարարության ենթակա։ Եվ կարգաբերված հաշվիչները փոխարինում են նորերով, հներով, եւ հների մեջ այդ հիշողություններն այլևս չկան։ Հիպոթետիկ գուցե լոկալ հաշվիչների, ինչ որ լոկալ հիշողությունների գործիքակազմի մասին է ասում մեր հարգարժան գործընկերը, չգիտեմ կոնտ ինչի մասն, բայց խոշոր հաշվով բիլինգում էպիկրիզներ ինչի մասին գրված։ Ես այդպես էլ հասկացա, ուղղակի հարցը հնչեցրեցի, որովհետև գրեթե հաստատում էր այն ինչ դուք եք ասում, այսինքն էպիկրիզ կարողանում են տալ։ Եթե ավելին գիտի կամ որովհետև հանրությունը հասկացել է, որ ընդհանրապես տվյալ չկա եւ մյուս կողմի մանիպուլյացիոն հայտարարությունները վերաբերվում են, որ չէ, կան տվյալներ։ Այս սրա վրա է խնդիրը գնում, բայց իրականում արված հայտարարություն Նարեկ Կարապետյանի ըստ էության չի հերքում Մեսրոպ Մեսրոպյանի արած հայտարարության։ Ըստ էության Նարեկ Կարապետյանը, չգիտեմ կանխամտածված թե օբյեկտիվորեն, գուցե ինքը չի տիրապետում նաև այդ խորությամբ այդ համակարգին, ինչը բնավ դատապարտելի չէ ըստ իս, խոսում է այլ բանի մասին։ Մեսրոպ Մեսրոպյանը եւ մենք եւ մեր հազանգը այլ բանի մասին է։ Այո։ Ես ձեզ պարզ բացատրեցի, ընդ որում բայց վերադառնալով մեր հարգարժան գործընկերոջը, քանի որ ձեր նաեւ նորի երկրպագունը ես կխնդրեմ ձեզ դարձյալ անձնական հաղորդակցությամբ թող մանրամասնի խոսքի ինչի մասն է գնանք դրա հետևից կամ կխնդրեմ պարզապես գա իմ ընդունարան եւ ասի պարոն Պետրոսյանին սպասում է։ Ես իրան սիրով ընդունում եմ, այդ խոսանք հասկանանք ինչա օգնենք իրար։ Ըստ էության ինքը քանի որ հանրությունը եւ բոլորը հասկացել են, որ ընդհանրապես տվյալներ չկան եւ դրանք չեն կարողանում վերականգնել։ Հա, խոսքը դրա մասին չէ։ Քանի որ այդպես են հասկացել, չեն հասկացել, որ այդ ձեր ասած կես ժամանոց տվյալները չկան։ Եվ խոսքը այստեղ շատ կարևոր է, պարոն Սաֆարյան, խորքը նայենք, այլ որ ֆորմալ առումով կամ թաքցվել է, կամ չգիտեմ օբյեկտիվ, ամեն դեպքում ՀՑԿ-ն տեղակ չի պահվել, ինքը ինչը լիցենզիայի կոպիտ խախտում է, լիցեն պահանջի, բայց բովանդակային իմաստով ես ում ձեր ուշադրությունը գրավել ոչ խոսքը չի գնում բուն փաստերի մասին, որ չգիտենք մեր սպառողները, մեր քաղաքացիները իբր ինչ սպառում են ունեցել նախորդ տարիներին կամ ամիսներին։ Խոսքը գնում է այդ սպառման հիմք հանդիսացող փաստարկված տեխնոլոգիական տվյալների բազայի մասին, ոչ թե իրենց սպառումներին, որը արդեն թվայնացված է եւ մենք էպիկրիզներով կարող ենք տալ դրա հիմք հանդիսացող։ Մի կողմ թողնելով ձեռքով մուտքագրված լինելու հանգամանքը եւ արդեն գործոնը։ Այդտեղ արդեն համադրելով վերջին շրջանում, վարույթի շրջանակներում վերհանված եւ փաստարկված ու հիմնավորված հավելագրումների, ընդ որում նաեւ ներքին կարիքների համար ստացված էլեկտրաէներգիայի քանակի ահռելի չափի հավելագրումների, այդ թվում նաեւ ինքնաշխատ արտադրող էներգոարտադրողների արևային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ցանց հետ մղված քանակների թեր գրանցումների ֆոնին հետահայաց երբ նայում ենք 18 թվականից մինչ 24 թվականի նոյեմբեր կարող է խոսք գնալ այդ տվյալների իսկությունը կասկածի տակ դնող գրանցածի տվյալների իսկությունը կասկածի պոտենցիալ առերևույթ բառանպայման շեշտեմ առերևույթ ենթադրյալ ուրեմն իսկությունը կասկածի տակ դնող այդ բազայի կանխամտածված վերացման մասին, որպեսզի երբևէ որևէ կերպ չկարողանանք կամ պատկան մարմինները կամ մենք ինքներս որևէ կերպ կասկածի տակ առնվող այդ բիլինգի ցուցանիշները համադրել իրական տվյալների բազայի հետ,
որը ապացուցել է եւ թվայնացված է եւ սկզբնաղբյուր է հանդիսանում։ Կարող է ենթադրալ նաեւ դա նշանակել դրա համար ես կարիք տեսա, անհրաժեշտ համարեցի քրեա իրավական գնահատական ուղարկելու եւ վստահ եմ, որ մեր նախաքննության մարմինները պատշաճ քննություն կիրականացնեն եւ բոլոր տվյալ վարկածների վրա լույս կսփռեն։ Շնորհակալություն։ Հարցեր կան այս մասով։ Խնդրեմ Վահրամ։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, մենք ճիշտ է ծանոթ ենք ձեր գործունեությանը տարբեր ոլորտներում, ըստ այդմ չենք կասկածում, կարելի ասել հանգիստ ենք, որ դուք եք այս շրջանում իրականացնելու կառավարումը ճգնաժամային, եւ մեր քաղաքացիներն էլ ըստ էության շատ ավելի վստահ են, որ իրենց միջոցները այլևս չեն վատնվում, այսինքն այս պահին մենք երբ որ խոսում ենք մեր ընկերների գործընկերների հետ, նրանց մոտ հիմնական անհանգստությունը վճարվող գումարի ծախսման մասին է, ոչ թե սակագնի բարձրացման կամ միջացման մասին է խոսքը, այսինքն մարդիկ չեն մտածում կբարձրանա թե քիչնի, այլ մտածում են, որ իրենց վճարածը արդյունավետ օգտագործվի, ճիշտ նպատակին ծառայի, եւ այդ մասով իհարկե կան նաեւ մարտահրավերներ, քաղաքացիների անհանգստությունը հիմնականում կապված է մարտահրավերների հետ, կոնկրետ ազգայնացման գործընթացի հետ կապված, դա ինչ կտա քաղաքացիներին եւ ինչ մարտահրավերներ կարող է առաջացնել եւ նաեւ էներգետիկ անվտանգության տեսակետից այս գործընթացը որքանով է կարեւոր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, եւ գնահատանքի եւ հարցադրման համար։ Տեսեք, մեր քաղաքացիների համար արդեն ակնհայտ է, որ պետական իմպերատիվ միջամտության արդյունքում իրենց մատակարարվող էլեկտրաէներգիայի առնվազն գոնե 2 ցուցանիշ, այդ վերջին օրերին նաև այդ մասին խոսել եմ, պաշտոնական վիճակագրությունը վկայակոչեմ, ուրեմն վերջին 3 ամիսներին, օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, ուրեմն էլեկտրաէներգիայի անջատումների, ուրեմն խափանումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, գրեթե 1/3-ով, իսկ հաճախականությունը, ինտենսիվությունը նվազել է 18%-ով։ Դա արդեն խոսում է այն մասին, որ առնվազն առանց ցանցի բարեփոխման, լրացուցիչ խոշոր ներդրումային ծրագրերի, վերազինման, ծախսումների պարզապես մենեջմենտի արդյունքում ուղիղ, ընդ որում, այսպես ասած, ուղղաձիգ ֆորս-մաժորային, ճգնաժամային, նաև կարող եմ ասել, կառավարման գործիքակազմերի գործադրման արդյունքում զգալիորեն լավարկվել է անջատումների այդ քանակը բավականին նվազել է եւ ինչը ուղղակիորեն ազդում է մեր ազգաբնակչության կյանքի որակի վրա, ինչպես նաև պարոն Սաֆարյանը խոսքում ասեցի սկզբանե, նաև բիզնեսի տարբեր շերտերի, այդ թվում նաև խոշոր բիզնեսի։ Հիմա մեր քաղաքացիները ինչ ակնկալ են նաև տեսեք վերջին շրջանում ես նաև բավականին մեծ այսպես ասած հանրային լուսաբանել եմ նաև ֆինանսական հոսքերի գործառնությունների արդյունքում այն ֆինանսական շարժերի մասին, որոնք մենք իրականացրել ենք վերջին ամիսներին, այդ թվում իմ նշանակման պահին վարույթը նախաձեռնելիս հեծը ծառաբեռնված է շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի համարժեք, այսպես ասած դրամի, ուրեմն վարկային բեռով, որից 116 միլիոնը միջազգային ֆինանսական կազմակերպություններին, EBRD-ին, ADB-ին եւ մեր մյուս գործընկերներին, եւս մի այդքան փոքրինչ ավել տեղական հայկական 5 բանկերի եւ նաեւ թողարկված պարտատոմսերը։ 396 միլիոն ամերիկյան դոլարի վարկային բեռը ընդամենը 3 ամսվա ընթացքում մենք թեթևացրել ենք շուրջ 21 միլիոն դոլարով։ Դա մոտ 5%-ն է, ավելին 5%-ից, դա խոսում է մայր գումարի վաղաժամ մարած վարկերի մասին։ Այսինքն ֆինանսական արդյունավետ գործառնության արդյունքում մենք 21 միլիոն դոլարի վարկ ենք վաղաժամկետ մարել։ Ընդ որում մի քանի օր առաջ, այո, իմ կառավարման շրջանում։ Իսկ վարկերը ինչի վրա են գնացել։ Վարկերը գնացել են մի մասը ներդրումային ծրագրերի, մի մասը ուռճացված ծախսերի գուցե, մի մասը միգրացիայի, այս շահույթի միգրացիայի դեպի այլաֆիլացված ընկերություններ, դրա մասին կարող ենք մանրամասն խոսել ժամերով, բայց խոսքս ավարտեմ, վերջին օրը եւս 10 միլիոն դոլարի վարկ ենք մարել, որից 6.5 միլիոն դարձյալ մայր գումար, այսինքն խոշոր հաշվով 326 միլիոն դոլարի հասնող վարկը վարույթի ընթացքում ժամանակավոր կառավարչի կառավարման շրջանում նվազել է շուրջ
30 միլիոն ամերիկյան դոլարով եւ այս պահին 368 միլիոն դոլարի կարգի է բեռը։ Բացի այդ, մեր քաղաքացիները եւ մասնավորապես էլեկտրաէներգետիկ ոլորտի ինդուստրիայի մեջ ներգրաված տարբեր մասնագետներ, ներկրողներ, արտադրողներ այսօր տեսնում են այն բաց թափանցիկ ներառական գնման մրցույթները, որոնք որ իրականացվում են հեցի բնականոն գործունեությունը, այդ թվում նաև պահպանման ուղղությամբ, սպասարկման ուղղությամբ, ներդրումային ծրագրերի, նոր միացումների աշխատանքները կազմակերպելու այդ տնտեսական արժեշղթայի մեջ, ինչի արդյունքում մենք ունենք եթե ոչ միլիարդավոր, ապա առնվազն հարյուրավոր միլիոն դրամների դարձյալ խնայողություններ, որոնց մասին ես երեկոյան եւս մի հերթական հրապարակում արեցի։ Միևնույն ընկերությունը տևական շրջան, տարիներ հեծում իրականացվող շինական աշխատանքների, կապալի աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացրել է նախաշվային արժեքից 1.5% զեղչով, մեր գնման մրցութային process-ի արդյունքում, որտեղ արդեն 4 ընկերություններ են մրցում այդ աշխատանքները ձեռք բերելու համար, տվյալ ընկերությունը վերահսկարկման արդյունքում մինչև 42% զեղչ առաջարկեց։ Ես ընդամենը 24 թվականի հետ համադրեցի, 24 թվականի նույն ընկերությունը հեցին մատուցելով տեխնիկական հսկողության ծառայություններ վճարվել է շուրջ 206 միլիոն դրամով, 1.5% զեղչի կիրառմամբ։ Եթե կիրառվեր առնվազն այն զեղչը, որը այսօր է առաջարկել եւ շուտով պայմանագիրը կկնքեն 42%, հեծը միայն տեխնիկական հսկողության ծառայության 1 տարվա գնման պատշաճ գործընթաց իրականացնելու արդյունքում կխնայեր 83.5, եթե չեմ սխալվում, միլիոն դրամ խնայողություն։ Նույն նաեւ 6 կետերից մեկի հիմքում հաջորդ թվով դրված էր հենց գնումների եւ մատակարարումների գործընթացը։ Կա կոնկրետ ընկերություն, որը տևական շրջան հեցին մատակարարել է կցորտիչներ, այդ խամ ասվածներն են, վթարների ժամանակ, որ մալուխներին կցվում է։ Կցորտիչները մատակարարող ընկերությունը բնականաբար ուղիղ թե անուղղակիորեն աֆիլիացված է Տաշիր ընկերությունների խմբին եւ նույն տնտեսական արժեշղթայի մաս է կազմում հեցի տարեկան գնումների պլանում եւ ընկերության տարեկան բյուջեում նախատեսված էր այդ խմբականակի, այդ կոնկրետ այդ նկարագրի, այդ տեղ բնութագրով կցորտիչների համար 130 միլիոն դրամ։ Վստահաբար այդ գինը առաջարկել էր այդ ընկերությունը տարեսկզբին, որպեսզի գնումների պլանում նախատեսեն, որպեսզի այս տարվա ընթացքում մատակարար։ Եվ այն նշանակումից հետո, երբ ես չեղարկում եմ մի 4-ին գնման գործընթացներ, օրենքով սահմանված կարգով եւ բոլոր գնումները դնում եմ բացառապես հանրային գնումների օրենսդրությանը համապատասխան ՀՎՑ կողմից կարգավորումներին խիստ, ուրեմն համապատասխան ընթացակարգերի վրա, նույն խմբականակը նույն քանակով, նույն տեղ բնութագրերով, նույն որակի սերտիֆիկատներով մենք ձեռք ենք բերում 128 միլիոն դրամի փոխարեն 58 միլիոն դրամով։ 70 միլիոն դրամ խնայում ենք միայն այդտեղ։ Հաջորդիվ հեծում տարբեր կալիբրի պաշտոնյաներ նախկին, մասնաճյուղի տնօրեններ, ունելով իրենց սեփական ավտոպարկը, շատ դեպքերում մի քանի մեքենաից բաղկացած, հեծի հաշվին, հեծը ինքը վարձակալել էր տարեկան, եթե չեմ սխալվում, իրենց նաև վարորդների, վարելիքի, տեխսպասարկման ծախսերը միասին մոտ առապես 160-165 միլիոն դրամի 1.5 տասնյակ թանկարժեք ավտոմեքենաներ, որոնք սպասարկում էին հեծի տարբեր կալիբրի չինովնիկներին, պաշտոնյաներին։ Այդ պայմանագրերը անմիջապես խզվել են իմ կողմից եւ տարեկան առնվազն գոնե պաշտոնեն սպասարկող վարձակալած ճոխ մեքենաների վարձակալության ուրեմն խզումից տարեկան խնայողություն իրենց աֆիլիացված ընկերություններից, հա, իրենց աֆիլիացված ավտոմեքենան բերում էին։ Այո, այլ ընկերությունում մեքենա ունեն բալանսին, հեծը այդ ընկերությունից վարձակալել է տվյալ մեքենան։ Շուրջ 160 միլիոն դրամ խնայողություն տարեկան այդ շքեղությունը թույլ չտալու։ Ավելին ասեմ, 30 միլիոն դրամի հասնող ամսական խնայողություն ենք միայն նրա արդյունքում, որ գործող ուրեմն կառավարիչները, ես եւ իմ թիմը եւ նաեւ իմ կողմից նշանակված մասնաճյուղի տնօրենները կամ ով են հրաժարվել իրենց պարգևավճարներից, որոնք մինչ այս ստանում են նախորդ ղեկավարները, կառավարիչները։ Պարգևավճարը ձեր պաշտոնի համար։ Ու թվեր չհրապարակեմ ամեն դեպքում անձնական տվյալ է դե, բայց ասեմ, որ ընդհանուր բյուջեն մոտ 30 միլիոն դրամ է ամսական կանգնում, այո, եւ այդ 30 միլիոն դրամը մենք համամասնորեն հիմա արդեն 4-րդ ամիսն է եւ բաց բառացիոն այսօր արդեն օրվա երկրորդ կեսն այո մեր ֆինանսների տնօրինությունը պիտի բերի արդեն հերթական հրամանը հաստատման, որ բաշխենք 1500-ից 1700 հեծիային աշխատակիցների միջև համաչափորեն մոտ չէ, ուղիղ 20000 դրամ հարկի ներառյալ իհարկե, ովքեր որ ամսական ստանում են մինչև 200,000 դրամ վարձատրություն հեծում։ Հաջորդիվ
Հեցի բոլոր մասնաճյուղերում, ցանցերում մոտ 5.5 տասնյակ ցանց ունի հեցը հանրապետությունում մեկ գործունեության ընթացքում իհարկե հավաքվում են որոշակի սև եւ գունավոր մետաղի թափոններ եւ ահա իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին որ դարձյալ է թափոնների իրացումը տեղի ունեցել դարձյալ տաշիր ընկերությունների խմբի լավ ասած X ընկերությունների որոնք որ ձուլարաններ ունեն ձուլեն այդ մետաղները եւ կոնկրետ գործող պայմանագրերով նախկինում եղել են պայմանագրեր որոնք վճարված են եւ օպոնենտները դա են շարքում որ մենք վճարել ենք այո նախկին պայմանագրերը վճարվել է բայց կոնկրետ գործող պայմանագրերով մինչ իմ նշանակումը շուրջ 170 միլիոն դրամի պարտավորություն է կուտակվել հեցին եւ որը մեկը չէր պատրաստում վճարել հեցին այդ պարտավորությունը որովհետեւ դե համարում էին մի գրպանից մյուս գրպանը չդնենք բայց գոնե գործարքի արդյունքում եթե 140 միլիոն դրամ մի ընկերությունը ինվոյս անում մյուս ընկերությանը առնվազն ԱՀ-ի այդտեղ գեներացում եւ 180 միլիոն տրանզակցիա արդյունքում 36 միլիոն դրամ վճարվում է պետբյուջե ԱՀ-ի տեսքով եւ այդ 180 միլիոն դրամից արդեն 100 միլիոնը գանձվել է տվյալ ընկերությունից եւ շարունակում ենք բանակցությունները մոտ 1 միլիարդի չափով կար դեբիտորական պարտք կոնկրետ ընկերության որը որ դարձյալ տաշիր ընկերության խմբի մաս էր կազմում եւ այդքան սպառած էլեկտրաէներգիայով հանդերձ այդքան պարտք ուներ բայց որը մեկը չէր մտածում իր էլեկտրաէներգիայի մատակարարում անջատ էր այն դեպքում որ քաղաքացին 5000 դրամ հանկարծ պարտքը չմարի ամսի 20-ին անջատում էին որպես կանոն ինչը նորմալ է իհարկե բայց 1 միլիարդ պարտք ունեցող մոտ 1 միլիարդ տուժերով տուգանքներով ընդ որում տուգանք չերեք կիրառվեց մենք ենք կիրառել սահմանված կարգով եւ ժամանակացույց կազմեցին 2 ամսյա ժամանակացույցով որ վճարեն եւ արդեն 800 միլիոն իմ ունեցած տեղեկատվությունը արդեն գանձվել է տվյալ ընկերությունից այսինքն եթե տրամաբանությամբ են գործել մեր գործընկերները սեփականատեր այդ թվում իրենց գուցե թողտվությամբ կամ այսպես ասած դաբրոներով որ իրենց իսկ պատկանող մյուս ընկերությունը շուրջ 800 միլիոն դրամ պարտք է այլ ընկերություն հեցին պիցազրոզ մարմնին եւ գանձում տեղի չի ունենում գանձման արդյունքում 800 միլիոնի 160 միլիոն դրամ գեներացված ԱՀ-ն վճարվեց պետությանը ԱՀ-ի տեսքով պետբյուջեին եւ բազմաթիվ են այդ օրինակները մեր քաղաքացիները կարող են հետեւել եւ մի ամբողջ ստորաբաժան նույնիսկ հեցում կար որի աշխատակիցները տարբեր շրջանակների մերձավորներ ազգականներ քաղաքական հատուկ բաժին են այո եւ այդ բաժնի գործառույթը նույնիսկ սահմանված չէր ես բոլորին ծանոթություն տվեցի մի մասը իհարկե բարեփոխական իրենց դիմումների համաձայն իմանալով որ իրողությունը դրված կփոխվել է Աշխատը թոշակ են ստանում, ոչինչ չեն անում։ Այսինքն եթե առաջադրանք չկա Չէ, իրանք ուղղակի իրանց հեծը ապահովել էր պատշաճ աշխատավարձով, պատշաճ աշխատանքով, իրանք իրանց անձնական գործերով են զբաղված եւ այդ հաստիկները կոչել եմ պարազիտ հաստիկներ։ Եվ մինչ օրս այս հաստիկները չեն լրացվել, չեն համալրվել, թափուր են։ Եվ այդ հաստիկներին տարվա սկզբին բյուջեով նախատեսած այդ աշխատավարձային ֆոնդը այս բանը որպես խնայողություն կուտակվել է հեցի ուրեմն խոսքը քանի աշխատակցի մասին է։ 1 տասնյակի հասնող, բայց տպավորիչ աշխատավարձերով։ Բազմամիլիոնոց աշխատավարձերով։ Խորհրդականներ, սուպեր խորհրդականներ եւ այլն։ Ձեր հարցին կարծում եմ պատասխան։ Բայց ես այդտեղ մի հատ հարց ունեմ։ Ես մեկ կարևոր դիտարկում եմ, խնդրում եմ այդ հարցադրման տրամաբանության մեջ ձեզ համար նորություն կլինի։ Ուրեմն ես պետական ռեգիստրի գործակալությունում երբ արդեն որպես գործադիր մարմնի ղեկավար իմ տվյալները գրանցվեց 21-ին հուլիսի երկուշաբթի օրը ես բնականաբար սպասեցի գրանցումն էլ լինի նոր ներկայանամ լիազորությունը ստանձնելու որպեսզի այդ օրվանից սկսած իմ բոլոր ստորագրած հրամանները փաստաթղթերը լեգիտիմության որևէ խնդիր չունենան եւ ահա այդ օրվա դրությամբ նաեւ ինքը քանի որ ամսվա արդեն ամսի 20-ին հաջորդող առաջի երկուշաբթին էր դա հարկերը վճարելու նաեւ ընթացիկ հաշվետու շրջանի վերջին օրն էր եւ ինձ համար տարօրինակորեն պարզվեց որ յուրաքանչյուր ամիս հեծում վերջին շրջանում տևական շրջան հարկերը վճարվել են եւ աշխատավարձերը վճարվել են աշխատակիցներին լրացուցիչ վարկեր օվերդրաֆտներ ներգրավելով ինչի որտեղ մեր հանրությունից մեր սպառողներից հավաքագրված գումարները որ գնում են հատուկ հաշվի նստում հատուկ ինստիտուտը դա հատուկ հաշիվը եւ հետո արդեն գալիս են ընթացիկ հաշիվների կամ պարզապես միջև հավաքագրումները հետ իր շրջանառու միջոցները տվել էր 1 տասնյակից ավելի միլիարդ դրամի հասնող կապալարու ընկերություններն ովքեր ծառայություն են մատուցում հեցին եւ հեց ինքը իր սեփական հարկային պարտավորություն կատարելու համար դարձյալ դիմում էր վարկային գծերի 3 օրյա 5 օրյա 1 շաբաթյա օվերդրաֆտներ վերցնելով եւ ինքն էլ հաշվեք մի քանի միլիարդ հարկեր վճարելու համար վերցրած վարկերի կարճաժամկետ վարկերի թեկուզ 5 օրյա տոկոսադրույքը ամսական կազմում էր 8-12 միլիոն դրամ
Միայն ամսական 8-12 միլիոն դրամ մենք խնայել ենք դրա արդյունքում, որ այլևս այդ արատավոր կանխավճարներ տալու պրակտիկան դադարեցրել ենք եւ հեծի շրջանառող միջոցները մնացել են իր հաշվին իր կարիքները հոգալու համար։ Եվ մինչ օրս իմ նշանակը պայից սկսած հեծը որևէ նոր վարկ չի վերցրել, որևէ նոր օվերդրաֆտ չի վերցրել, ընդ որում թոթափել է իր վրայից 21 միլիոն դոլարի վաղաժամկետ վարկային պարտավորություն եւ 10 միլիոն դոլարի մայր գումար եւ տոկոսներ պլանավորված վարկային պարտավորություն։ Ես մի քանի գրառումներ եմ առանձնացրել, որոնք իմ համար էական են եղել։ Սասուն Քոսյանը անդրադառնալով պատմանը հայտնեց, որ կա երկու տարբերակ։ Պետությունը գնում է հեծը կամ նոր ներդրող է գտնում, որը կփոխարինի Տաշերին։ Ըստ Փաշինյանի նախընտրել տարբերակը հեծը գնելն է։ Եթե այդպես է, ապա որքան էլ որ հակասական հնչի, բայց ժամանակավոր կառավարչի կողմից իրականացրած հեծի ֆինանսական վիճակի ու այլ կարգի բարելավումները չեն նպաստում պետության ու հարկատուների շահերին։ Ասեմ ինչու։ Այդպես ցավալի բախկերը կրճատելը գնում է Լավ դիտարկը շնորհակալություն դիտարկը։ Լսվում է ձայնը։ Բարդքերը կրճատելը գնումները կարգավորելը Բարդքերը կրճատելը գնումները կարգավորել եւ այլ կարգի բայլամներ բարձրացնում են հեծի արժեքը, որը հարկատուները պետք է վճարեն։ Այլ կերպ ասած, որքան հեծի վիճակը լավ է, այնքան թանկ արժե, որից շահելու է Տաշիրը եւ տուժելու են պետությունն ու հարկատուները։ Դիտարկումը շատ խորքային դիտարկում է, շնորհակալ եմ այդ լավ դիտարկման համար, բայց դե հենց ես մի նախադասությամբ արձագանք եմ այսպես գրարմանը, այ այդքան ազնիվ ենք մենք մեր քաղաքականության, մեր իրականացրած գործառույթների եւ մեր առաքելության մեջ։ Այո, մենք չենք կարող կանխամտածված իր դրվածքը վատթարացնել, որը անխուսափելի անդրադառնալու է քաղաքացու բաժանորդի պետության ու հանրության օրինական շահերին, ինչը թե վերջնարդյունքում ինքը ցածր գնով ձեռք բերենք։ Մենք ազնիվ ենք այնքան, որ մենք այսօր ես միշտ իմ խոսքում ընդ որում հարգելի գործընկերներ միշտ ասել եմ, որ ինձ համար, ընդ որում նաև մեր ներքին քննարկումներին աշխատանքային ես առանձնատուկ շեշտում եմ։ Մեր գործընթացների, գործողությունների, մեր կատարած աշխատանքի հիմքում դրված է բացառապես պետական շահը, հանրային շահը եւ այդ ամենը զուգորդելով սեփականատերի օրինական շահերով։ Այո, սեփականատերը այսօր պիտի շատ ուրախ լինեն, որ 4 ամսվա ուրեմն գործունեության արդյունքում իրենք ունեն ահռելի 100 միլիոնավոր դրամների հասնող գեներացված խնայողություններ, ընդ որում շահույթներ, որոնք որ անխուսափելիորեն պիտի նաեւ հանգեցնեն իրենց կողմից շահութահարկի վճարմանն ու շահույթի տեսքով դիվիդենդի ստացմանը գուցե։ Իսկ ինչու ուրախ չեն։ Ուրախ չեն, որովհետև օրինական շահերից բացի հեծում խաչվում էին բազմաթիվ թույլ տամ ինձ ասել առերևույթ բառը օգտագործելով անօրինական շահեր, կլանային շահեր, հովանավորչական շահեր, կոռուպցիոն շահեր, այդ բոլոր մնացյալ շահերի այսպես ասած դեմ առել ու կանխարգել արմատախիլ են կարել։ Դրա համար գուցե սեփականատերը, գուցե իրենց նեղ շրջանակները, գուցե իրենց բարեկամները, գուցե իրենց հովանավորյալները ու իրենց վստահելները օրվա տխրել են դրանից։ Բայց նաև ասեմ, որ հանուն արդարության ես համոզված եմ, որ որոշակի ստվերային, որոշակի, այսպես ասած, զարտուղի գործընթացների բովանդակությունը գուցե նաև թաքցվել է հենց իրենցից սեփականատերից։ Էլի խոշոր հաշվով իրենք են պատասխանում։ Լիցենզիան իրենք են ստացել, լիցենզիան իրենց է պետությունը վստահել, պատշաճ տնտեսվարելու եւ ծառայություն մատուցելու, ընդ որում ձեր եթերում չհնչեց, ես ում դարազնատուկ հնչեցնեմ։ Չմոռանանք, որ մեր երկրում էլեկտրաէներգիայի սակագինը ամենաբարձրն է այսօր հետ խորհրդային բոլոր տարածաշրջանի երկրներից, մերձավոր արևելքի եւ միջին Ասիա երկրներից։ Ամենաբարձր սակագին այսօր վճարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցավոք ու այս իրավիճակում գտնվող ռազմավարական բնական մենաշնորհ ունեցող ընկերության տված սպասարկման ծառայությունների որակի դիմաց, ինչը որ անխուսափելիորեն պետք է հանգեցներ էներգետիկ ճգնաժամի եւ ճշմարտացիորեն լիազոր մարմինը հաղորդում ներկայացրեց կարգավորող մարմնին, կարգավորող մարմինը վարույթ հարուցեց եւ կանխարգելիչ միջոցառում իրականացրեց։ Այս ամբողջ գործընթացը ես որակում եմ որպես Հայաստանի Հանրապետության դիմակայունության զգալի բարձրացում եւ վերջնարդյունքում, երբ արդեն երամսյա ժամկետում օրենքով սահմանված, ինչ արդեն սկսվել է, մեկնարկել է, բանակցությունները
տա Աստված արդյունք տան եւ սեփականատերի հետ պետությունը, կառավարության ներկայացուցիչը ընդհանուր հայտարարի գա բաժնետոմսերը գնելու եւ պետականացնելու շուրջ, ես դա կհամարեմ, որ նորանկախ պետության մեր նորանկախ պատմության ողջ շրջանի համար պետականության դիմակայունության աննախադեպ բարձրացում թե ներքին դիմակայունության, թե արտաքին դիմակայունության, որը որ բնականաբար նաեւ բերում է էներգետիկ անկախության, որ բերում է նաեւ դիմակայունության բարձրացման ընդդեմ հիբրիդային պատերազմների, այդ թվում նաև հենց էներգետիկ ոլորտում տեղի ունեցող այո գործընթացներ։ Իդեպ այս տարի արտաքին հետախուզության հետախուզական ծառայությունը երբ հունվարին հրապարակեց զեկույցը հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ, դրա մեջ մտնում էր նաև տարվա ընթացքում հիբրիդային ռիսկերի ավելացումը ենթակառուցվածքների թիրախավորման, ենթակառուցվածքների օգտագործման ինքներս ենք հասկանում եւ դրա համար ես իմ ներածական խոսքում հիշեցի հանկարծ գառնանը, վաղ գառնանը, այդ մասսայական անջատումները, որոնք բոլորի համար տարօրինակ էին եւ գրեթե համընկնում էին արտաքին հետախուզական ծառայության կողմից հրապարակված զեկույցի կանխատեսումներին, իդեպ ես այն համարում եմ շատ հաջողված զեկույց այս տարվա համար, որպես նաև առաջին զեկույց, որովհետև բավական ճշգրտությամբ դիտարկել էր ինտենսիվացում այդ կարգի ուրեմն վտանգների, եւ որոնցից մեկը հենց հեծն էր։ Հիմա վերադառնանք մի փոքր այդ դաշտ։ Ինչքանով են մեր կոմունիկացիան, ինչքանով եք դուք ինքներդ բնականաբար process-ի առանցքային դերակատարներից մեկն եք, գտնվելով անընդհատ հարցակումների թիրախում, ձեզ դիմադրում են, որ անդադ լավացնում եք իրանց օրինական շահերը, բայց տխրում են, որ վատանում է հեծիգինը։ Հիմա, որքանով է մեր կոմունիկացիան միջազգային դերակատարների հետ ճիշտ ընթանում, որովհետև համաձայն եք, խոսքը վերաբերվում է բավականին խոշոր ներդրման, օտարերկրյա ներդրման, չհամարենք Սամվել Կարապետյանին, մանավանդ որ նա դատի է տվել մեզ որպես Կիպրոսի քաղաքացի, չմոռանանք սա։ Խոսքը վերաբերվում է օտարերկրյա ներդրման եւ օտարերկրացում պատկանող սեփականության, այսպես ասած, վիճարկման մասին, որքանով են միջազգային դոնորները, կառույցները հասկանում տեղի ունեցողը։ Շնորհակալ եմ շատ կարևոր հարցի համար։ Տեսեք, նախ հարցի վերջին, այսպես ասած, անդրադառնամ, դուք իրավացի եք, հեծը այսօր ունի պաշտոնապես ֆորմալ առումով երկու սեփականատեր, դա Տաշիր Կապիտալ հայաստանյան ռեզիդենտ ընկերությունն է եւ կիպրական գրանցում ունեցող Լեոմոնտ ընկերությունը։ Ամբողջական անունը գուցե չմեջբերեցի։ Եվ այո, արբիտրաժում այսօր վիճարկվում է կիպրական ընկերության կողմից ներկայացված հայցը իբրև օտարերկրյա ներդրողի շահերի պաշտպանության եւ այլն գնացած ռիսկեր։ Հիմա անխուսափելիորեն ես քաղաքական անձ եմ, ես միտի նաեւ քաղաքական հարցադրում անեմ ձեր եթերից։ Պետք է մեր այդ գործընկերները կողմնորոշվեն։ Հիմա իրանք Հայաստանում ուզում են իշխանապողություն անեն, քաղաքական օրակարգ են հարուցում, որպես Հայաստանի քաղաքացիներ ռեզիդենտներ, թե Կիպրոսի քաղաքացիներ, որ իրավունքը չունեն հենց սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ։ Նախ դա մեկ հասկանանք քաղաքական իմաստով։ Հիմա վերադառնամ ֆորմալ միջազգային իրավունքի տեսանկյունից դա միջամտություն է Կիպրոսի կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Այո, բայց բոլորս է գիտենք, որ տվյալ ընկերության իրական շահառուն իրենք են եւ տվյալ ընկերությունը ներկայացնում է նաեւ այսօր տնօրենի խորհրդում իրենց հետ ասոցացված անձ, ընդ որում այդ 30% բաժնետիրոջ ներկայացուցիչը պաշտոնական, այսօր նաև բարձր պաշտոնի հեծում, ում ես չեմ ազատել աշխատանքից, ում հետ շարունակում եմ աշխատել։ Ու բավականին պրոֆեսիոնալ բարեխիղճ երիտասարդ է, բայց շատ կարևոր է իր աշխատելը հեծում այսօր, ու ես դա մատնանշում եմ եւ ինքը այո հետս համապատասխան ընթացակարգերի եւ իր լիազորության շրջանակում իրացնում է իր աշխատանքը ու բավականին պատով իրացնում, բայց ուզում շեշտել տվյալ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հանդիսացող անձը այսօր հեծում բարձր պաշտոն է ստանձնել հայաստանյան քաղաքացի։ Հիմա միջազգային գործընկերների մասով ես մատնանշեցի, որ կոնկրետ ֆինանսական միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ ես արդեն 2 հանդիպում եմ իրականացրել։ Առաջին հանդիպմանը պաշտոնը իհարկե իմ հրավերով հանդիպումը կայացել է հեծի գլխամասում եւ ես պաշտոնապես ներկայացրել եմ այն գործընթացները, որոնք իրականացվել են մեր երկրում պետության, կառավարության, համանդրական այլ մարմինների ՀՑԿ-ի կողմից,
որի արդյունքում ես նշանակվել եմ ժողովրդի կառավարիչ, որոնք իմ լիազորությունները եւ իմ պատրաստակամությունն ու անվերապահ հանձնարարությունն եմ հայտնել մեր միջազգային գործընկերներին ապահովելու երաշխավորելու հեծի բնականon գործունեությունը, ֆինանսական կայունությունը, տնտեսական եւ մնացյալ, այսպես ասած, գործառնությունների հուսալիությունը երաշխավորել եմ, ապա նաեւ պայմանավորվել ենք իր դրված որոշակի պարզ դառնալուց հետո եւս աշխատանքային հանդիպում ունենալ եւ քննարկել կոնկրետ իրենց վերաբերող հարցերը։ Եվ ահա այստեղ ես ցանկանում եմ վկայակոչել ՀՑԿՀ որոշման լիցենզիա զրկելու որոշման մեջտեղ գտած 6 կետերից հերթական երրորդ կետը նույն հերթականությունը գուցե խառնում, բայց բովանդակային մասով Էական չէ։ հաջորդ կետը վերաբերում է մի երևույթի, որը որ ըստ էության պայմանագրային եւ որոշակի նեւորեսդրական իրավակարգումների խախտում է հանդիսանում եւ հանդեպ հեծի կողմից հանդեպ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, հեծի կողմից հանդեպ ՀՑԿՀ-ի, ընդ որում նաև որոշակիորեն նաև կառավարության։ Խոսքը ինչի մասին է։ Ուրեմն 2016 թվականից սկսած հեծը տնօրենի խորհրդի եւ գործադիր ղեկավարների ուրեմն ձեռամբ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի երաշխավորություններ է տվել մի քանի տասնյակ այլ իրավաբանական անձանց համար հայաստանյան մի շարք բանկերում արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու համար տրամադրելու դիմաց Զարմանալի է, բայց իմ պատին գրառման ներքո մարդիկ խոսում էին, որ հեծից ինչ որ վարկեր են ձևակերպում։ Ես բարձաբան եմ, վարչապետի մոտ նախորդ օրը խոսեցինք մանրամասն, բայց հիմա ավելի հանգամանից անդրադառնամ։ Խոսքը նրա մասին է, որ լիցենզավորված անձ հանդիսացող սեփական բաժնե մասերը 100%-ով գրավադրած ընկերությունը իր շրջանառու միջոցների եւ իր գույքի պատասխանատվությամբ երաշխավորություններ է տալի երրորդ անձանց, ովքեր որ մի մասը նույն հեծին մատուցում են ծառայություններ, բայց մի մասը առհասարակ լրիվ ուրիշ բանով է զբաղվում, իշխանորական բառապաշար օգտագործեմ։ Եվ այդ ընկերությունները արդեն ինքնին մատուցող, այսպես ասած, հեծի կապալառու պայմանագրային պարտավորության մեջ գտնվող ընկերություն հանդիսանալով, իրենք պիտի իրենց գործունեությունը առհասարակ տեղավորվեր հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում, հանրային գրումների տիրույթում, եւ դրանով իսկ նույն ինքը հեծը իր կարողությամբ, ընդ որում կարգեր ու պայմանագրային դրույթներ խախտելով, արտոնյալ կարողություններ է գեներացնում ընկերությունների մեջ, ովքեր որ արդեն դաշտի խաղացող մյուս մրցակից ընկերությունների համատությամբ ներքին կարողություններով գտնում ավելի մրցունակ դիրքում եւ շատ կարեւոր մի արձանագրում միջազգային մեր ֆինանսական կազմակերպությունների հետ հեծի ունեցած 116 միլիոն դոլարի հասնող վարկային պարտավորությունների պայմանագրերի մեջ հստակ նշված է։ Ես անձամբ եմ դա ուսումնասիրել եւ իրավաբանական նաեւ եզրակացությունն եմ համապատասխան ստորաբաժանման, որ հստակ արգելված է այլ երրորդ կողմի տալու երաշխավորություններ, գրավի իրավունք, դրանք բացառապես պիտի տեղի ունենար տվյալ կազմակերպությունների թույլտվությամբ, իմացությամբ, որը դարձյալ թաքցվել է խնամքով, եւ ավելին ասեմ, հեծի բաժնետոմսերի, շրջանառու միջոցների, այդ թվում նաեւ գույքային համալիր, ինչը երաշխավորում է էլեկտրաէներգիայի անխաթար մատակարարում մեր քաղաքացիներին, որպես լիցենզավորված անձ եւ մենաշնորհային կարևոր է մենաշնորհային դիրք ունեցող ընկերություն, բոլոր նմանատիպ գործառնությունները իրենք պարտավոր էին համաձայնություն ստանալ ՀՑԿ-ից, ինչը նույնպես տեղի չի ունեցել։ Ընդ որում, բոլոր այդ ֆինանսական գործառնությունները 10 տարվա մեջ, 9 տարվա մեջ շուրջ 691 միլիոն ամերիկյան դոլարի հասնող չի արտացոլվել հեծի տարեկան պարտադիր միջազգային լուրջ աուդիտորական ընկերությունների կողմից իրականացվող աուդիտորական եզրակացությունների մեջ։ Եվ դա դարձյալ լրջագույն խախտում է։ Բայց ո՞նց է արտաքին աուդիտը ո՞նց է արել դա։ Աուդիտը, այսպես ասեմ, աուդիտի մասին օրենքում վարկային հիպոթեկային պայմանագրեր կային, որ փոքր տառերով տակը գրածա չես կարող կարդաս, հետո պարզվում է, որ աուդիտորը պատասխանատվություն է կրում միայն այն տվյալների աուդիտի տրամադրելն, այո։ Դա աուդիտորի բացատրությունն է, բայց իրերի, այո, չեն տրամադրել։ Հենց աուդիտորը իրենք խոստովանում է, որ չի տրամադրվել, բայց մյուս կողմից էլ իրերի նման դրվածքը արդեն մատնում այն մասին, որ կանխամտածված թաքցվել է եւ կարգավորող մարմնից, ընդ որում գուցե օրենսդրական որոշակի այդտեղ սողանցներ կա, գուցե չեմ կարող հստակ ասել, բայց ենթադրում եմ իրավաբանները խելամիտ կերպով շրջանցել են այդ սողանցը եւ դրա համար չեն դիմել ՀՑԿ-ին համաձայնության ստանալու, իսկ օրենքը հստակ ասում է, որ
եթե խոսք է գնում հեցի 25% եւ ավելի բաժնե տոմսերի հետ կապված գործառնություններին, ապա նաեւ իրենք պարտավոր են ստանալու կառավարության համաձայնությունը։ Դա էլ բնականաբար տեղի չունեցել։ Իսկ պայմանագրերի մեջ, ընդ որում ամենավերջին պայմանագրերը սույն թվականի մարտին կնքված բանկերից մեկից շուրջ 42 միլիոն ամերիկյան դոլարի երաշխավորության պայմանագրում արտացոլված է հստակ, որ հեծը իր ողջ գույքով եւ շրջանառու միջոցներով երաշխավորություն է տալիս տվյալ բանկում կոնկրետ երրորդ կողմին տալու տվյալ վարկային գիծը։ Բանկերի 100% գրավադրված է, այսինքն բնականաբար ծանր բեռնված է։ Չեմ կարող գնահատակատալ բանկերի խնդրի, որովհետև բանկերի գործունեությունը կարգավորվում է կենտրոնական բանկի կողմից, բայց ես ինքս այո իմ անձնական տեսակետն է, խնդիր տեսնում եմ, որովհետև այդ իսկ պատճառով ես այդ բոլոր փաստաթղթերը փոխանցել եմ նաև կենտրոնական բանկի նախագահին։ Եվ մեր փոխանցած տվյալների հիման վրա կենտրոնական բանկը սկսել է մի շարք բանկերում վերահսկողություն ու ստուգումներ իրականացնել։ Պարոն Պետրոսյան, մի այսպիսի հարց նաև վերջի տարիներին, քանի որ արևային էներգետիկան է բավականին զարգանում մեզ մոտ եւ նաև քաղաքացիները, ընկերությունները, այսպես ասած, արևային լուրջ հզորություններ են գեներացնում, ապա հեծը երբ որ իրենցից գնում էր այդ հոսանքը, ես շատ դժգոհություն ունեցա, որ բավական ցածր գնով էր։ Հիմա ինչ որ այդ առումով ինչ որ քննարկումներ կան, որպեսզի քաղաքացիները իրենց գեներացած հոսանքը, որ համար ավելի շատ է արտադրվում, փոխանցում է հեծին, չունեմ կարծեմ 15-16 դրամով էր գնվում այն ժամանակ։ Չունեմ ինչ որ այդպիսի կարգավորումներ լինելու, այսինքն որպեսզի ավելի, այսպես ասած, մրցակցային գնով գնվի եւ նաեւ քաղաքացիները, այսպես ասած, իրենց տեղադրած արևային այդ հզորություններից ավելի շատ օգուտ ստանան։ Շնորհակալ եմ շատ կարևոր հարցի համար։ Մենք կարծես թե սահուն անցանք խախտումների խմբի 4-րդ հարցը։ Հավելագրումներ եւ թերգրանցումներ։ Տեսեք, կարևոր հարցը կբարձրացնում։ Մի կողմից ունենք աշխարհագրական մի տեղադիրք մեր երկրում, որ արևային էներգետիկայի զարգացման ահռելի, անսահման ռեսուրս ու պոտենցիալ ունի։ 320 օր է, եթե չեմ սխալվում, արևային օրերի քանակը մեր երկրում։ Մի դեպքում, օրինակ, եվրոպական մի շարք երկրներում, որտեղ արևային էներգետիկան էներգա համակարգի 50+%-ն է կազմում, արևային օրերի քանակը 70-80 է։ Բայց մյուս կողմից էլ հեծի ենթակառուցվածքների շատ մաշված, շատ հին լինելու հետևանքով, ցավ եմ արձանագրում, արևային էներգետիկայի զարգացման այդ խթանիչ ծրագրերը կառավարությունը առժամանակ կասեցրել է։ Այս ցուցանիշ ձեզ ասեմ, օրվա պիկին ժամը դա 1-ից 2-ի հատվածն է, արևը երբ արդեն, այսպես ասած, ամենա էներգիա հաղորդիչական դիրքում է, ուրեմն ատոմակայանի 2.5 անգամ հզորության, խոսքը 1040-1050 մեգավատ ժամ հզորության էլեկտրաէներգիա արտադրում մեր երկրում։ Այն դեպքում, որ օրինակ ամանորյա օրերի 31-ի երեկոյան, որ բոլոր ընտանիքներում, բոլոր հաստատություններում, բոլոր էլեկտրական սարքերը միացված են, մեր առավելագույն բեռը կազմում է շուրջ 1300 մեգավատ ժամ։ Այսինքն ահռելի արևային էներգետիկայի զարգացման, նաև արդեն արտադրող ուրեմն քանակ ունենք, որ չենք հասցնում, այսպես ասած, սպառել։ Այո, այդքան կարևոր է, դրա համար վարչապետը նաև հստակ խնդիր է դրել ՏԿ նախարարության առջև, որ Հայաստան, Իրան, մյուս ավելի մեծ թողունակություն ունեցող ուրեմն հաղորդակ, այո, չեն կարող արտանենք, հա։ Բայց դա նաև ապաշրջակ փակման նաև կարողություն իհարկե սիրով։ Եվ այս պահին երկրորդ գիծն է կառուցվում ու բավական աշխատանք է արդեն տարված վերջին շրջանում, որ այդ չասեմ ավելցուկը, բայց այդ ահռելի քանակը, որ արտադրվում է մեր երկրում արևային էներգետիկայի, կարողանանք սպառել նաև արտաքին շուկաներում։ Հիմա վերադառնամ ներքին շուկային։ Այս պահին ձեզ վիճակագրությունն ուրեմն մատնանշեմ, մենք ունենք երկրում շուրջ 44600 ուրեմն ինքնաարտադրող կայաններ։ Ընդհանուր այդ իմ մատնանշած 1000-ից ավելի ծավալը մոտ դրանց 40% արտադրում են արդյունաբերական նպատակով արևային կայանները, որոնք որ հենց էլեկտրաէներգիա արտադրելու համար են կոմերցիոն շահեր հետապնդում։ Շուրջ 60% արտադրում են ինքնավար տնտեսությունները, անհատները, իրավաբանական անձիկ, ովքեր սեփական կարիքների համար են անում եւ ավելցուկն են հետմղում ցանց։ Եվ ահա ինչա տեղի ունեցել, որը դարձյալ ցավ եմ արձանագրում։ Ուրեմն հեծի որոշ պաշտոնյաներ, միջին եւ բարձր օղակի, ամենաբարձր օղակներից հիմա ամեն դեպքում հերքում են, կաշվից դուրս են գալի ապացուցել, որ դա համակարգային չի եղել, բայց
Այդ ոնց եղավ, որ ամիսների արդյունքում ես դրա մասին իրազեկվեցի ու այսպես ասած դեմն առա ու քրեա իրավական գնահատականների արժանացրեցի։ Տարիներով այդ մարդիկ տեղյակ չէին։ 9 տարի շարունակ։ Աբսուրդ է իհարկե դա, բայց քավլիցի ամբողջության կանխավարկածը որևէ մեկի չեն խախտում եւ տվյալ ուրեմն ինքնաարտադրող կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան հիպոթետիկ X քանակի արտադրել է, դրա 30%-ը սեփական կարիքների համար սպառել է, 70%-ը հետ ամաղել ցանց եւ ցանցը պետք է իրեն հեծը վճարի հետ մղածի այդ ձեր մատնաշատ սակագներով 18-20-24 դրամ է ահա ներառյալ այս մեր ճակերտորը խելացիները դրա մի մասը թեր գրանցել են քաղաքացիներից մարդ ինքը գիտի որ ինքը ենթադրենք պետք է այդ տարի ներողություն այդ ամիս արտադրեր օրինակ 1000 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա հաշիվները բերում են ասում են չէ դուք 500 կիլովատ-ժամ եք արտադրել, որից 200 սեփական կարիքների համար եք սպառել, 300-ը ցանցը հետ մղել, վերցրեք ձեր 300-ի փոխհատուցումը։ 500-ը կոպիտ ասած, այո, կոպիտ իրենց անով կոչեմ։ 500-ը արտադրողից գողացել են եւ դրանով A իջեցրել են իրական տեխնիկական կորուստների թիվը, B ունեցել են որոշակի ստվերային շրջանառություն, ենթադրաբար, հետագայում ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով մոնետիզացնելու այդ ծավալները եւ ահա այսօր այն ցանցերում որտեղ որ մենք հայտնաբերել ենք թեր գրանցումներ եւ հավելագրումներ կոնկրետ հաշվիչների վրա կորուստներ իրական կորուստներ արդեն պատկերը པարզ է դարձել իսկ այդ կորուստները 15-18-20% են հասնում եւ մի շատ կարեւոր դիտարկում անեմ նաեւ պարոն Սապարյան առաջին օրին երբ ես վիճակագրություններին էի ծանոթանում ու հեծում ինչ տվյալ ու վիճակագրություն կա ասել եմ բերեք կարդամ այսքան նյութ եմ կարդացել մի քանի օրում ինձ միջազգային մի հատ ինչ-որ ռեյտինգային ուրեմն ցուցանիշ բերեցին հպարտությամբ Moody's չէ Moody's առանձինը Moody's մասին խոսենք հələ չէ բանի ցանցերի հուսալիության եւ կորուստների քանակի Հայաստանը ըստ իրենց հեծի այն տնօրինությունների ում արդեն ազատել եմ իր կորուստների ցուցանիշներով 7% ՀՑԿՀ-ն է սահմանում առավելագույն կորուստ ու դրա տակ նկարում են իրենց թվերը ցանցի ցանց կար 3% էր կորուստ ասում հարգելիս այդ ցանցի հենասյուներն ու ենթականների վիճակը տենալով ես չի կարա դա 7% տասնապատիկ ավել կարելի կոչել ինչպես է նկարչությամբ զբաղվել խոսքս ավարտեմ ուրեմն գրեթե 200 հասնող աշխարհի պետությունների ցանկում կորուստների թվով Հայաստանս գրավում էր 50-րդ տեղը հարևանությամբ այնպիսի երկրների ինչպիսին Դանիան է Շվեդիան է Ֆրանսիան է եւ տրամաբանող մարդուն առաջ հարց են կներ մի րոպե հարգելներ մեր երկրում էլեկտրաէներգետիկ բախշիչ ցանցի վիճակը, տեխնոլոգիական հագեցվածությունը, տեխնիկական իր ընդհանուր պատկերը համադրելի արդյոք տվյալ առաջավոր երկրների ենթակառուցվածքների հետ, որ մենք այդ վարկանիշում զբաղեցրել ենք իրենց հարևանությամբ տեղեր։ Շվեյցարիան կարծեմ 53-ներ է ցանցում, այդ ցանկում մենք 50-ը։ Եվ իսկ սկզբանե արդեն ես այդ ժամանակ խնդիր եմ դրել մեր վերահսկողության ստորաբաժանման մասնագետների, նաև իմ հետ տարած ինձ վստահելի թիմի առջև, որ գնացեք կորուստների պարզելու ճանապարհով։ Չի կարա հեծ ունենա 7% կորուստ նկարած։ Եվ ահա որտեղ որ թերգրանցումներով հավելագրումներով մենք բացահայտեցինք, կորուստները աճեցին անգամ 18%։ Այդ ժամանակ մեր ՀՑԿ-ի գործընկերներն արդեն շիվարեցին, բայց 18%-ը ոչ տված նորմաների մեջ է տեղավորվում, ոչ այս ամբողջ տարիների վիճակության մեջ է տեղավորվում, բա ինչ են անելու։ Ասա դե ինչ ուզում եք արեք։ Պատկերը սա է, ես խնդիր ունեմ իրերի իրական դրվածքը ցույց տալու։ Հիմա ի պատիվ նաև մի շարք ուրեմն ինքնավար էներգարտադրող ուրեմն ձեռնարկությունների, այդ թվում նաև ֆիզիկական անձանց, բոլորը ներկայացնում մեզ իրենց վերապահումները, մենք ուղարկում ենք աշխատանքային խումբ եւ բարձում ու վերահաշվարկներ ենք անում եւ մի երևույթ էլ հանդիպեցինք, դարձյալ կարեւոր է։ Վնասների փոխհատուցում կատարվում է, չէ՞ որ մարդիկ էլեկտրաէներգիա քանակով փոխհատուցենք, իհարկե ցանկացած քաղաքացու իրավունք պիտի բնականաբար վերականգնվի, ստացվում է որ պաշտպանելով ընկերության շահը։ Դե պակաս է ցույց տրվել, մարդիկ արտադրել են շատ, հեծին վաճառել են շատ, վճարվել են քիչ։ Աշխատանքային խումբ է ձևավորված իրացման տնօրենի գլխավորությամբ, հատուկ հանձնաժողով է ձևավորված եւ գույքագրում ենք որ այդ խնդիրները եւ մի երևույթ էլ կա, ես ուզում եմ նաեւ եթերից ասեմ ու ես խնդրեմ ու կոչ անեմ նաեւ արևային կայաններ ունեցող մեր 44600 քաղաքացիներին, սուբյեկտների իրավաբանական անձանց։ Եթե տեղ պայմանով տրված է X հզորություն, իրենք գնում են արևային պանելներ X-ից ավելի հզորության, շատ դեպքերում X-ից ավելի հզորության պանելներ են տեղադրում եւ արտադրում,
Բայց իրենց տեխնիկական պայմաններով եւ ցանցի թողունակությունը ավելի ցածր հզորության համար է, դրա համար շատ քաղաքացիներ բնակիչներ բողոքում են հարևանությամբ, որոնց լարումը բարձրացել է մինչև 60 վոլտ ու այդ մարդկանց կենցաղային տեխնիկան շարքից դուրս է գալի։ Դա որովհետեւ հարևանությամբ մեկը կարգ է խախտել։ Եթե չասեմ, որ ինքն է խախտել, դա էլ խնդիր կա։ Այսինքն եթե պաշտոնապես արձանագրած թույլտվությունների եւ տեխնիկական այդ պարամետրերի շրջանակում մենք ասում ենք, որ ունենք X քանակի արտադրված էլեկտրաէներգիա, ես համոզված եմ եւ ձեզ վստահեցնում եմ, որ իրականը X-ից ավելի արտադրված էներգիա է, որը ցանցում խնդիր է ստեղծում լարումների բարձրացման եւ հանգեցնում նաեւ անհարմարությունների։ Ներողություն, եթե թույլ կտաք, իմ հարցադրումը հենց դրան է վերաբերվում, որ ուրեմն հոսանքի բարձր լարումից կամ հոսանքի անջատումներից առաջացած վնասները քաղաքացիները դրա փոխհատուցման մեխանիզմներ կան։ Փոխհատուցման մեխանիզմը, տեսեք, մենք այսպես են գործադրել։ Բնականաբար, եթե որտեղ Շատ լացելու վիճակ է եղել, դեպ ասեմ ձեզ, ես գոնե իմ հարևանության մեջ գիտեմ, որ կամ հիասթափված են եղել, չեն ուզեցել ապացուցեն, որ դա հեծի անջատումների, տտանումների բանալով, կամ հեծը խնդիրներ է հարուցել եւ չեն կարողացել դրան հասնել։ Այո, գուցե, հիմա տեսեք, կարևորը լավ ավատա տխուր չի, իրերի իրական դրվածքը պարզելն է, որովհետև խնդիրները պետք է նախ վերհանել օբյեկտիվ իրականությունը հասկանալ, որից հետո ձեռնարկները դրանց հասցեագրմանը լուծելու։ Հիմա ուզենք թե չուզենք, այո, այդ փաստը, որ այդ կոնկրետ քաղաքացին շահեր ոտնահարվել են։ Եթե կար ոտնահարված շահեր, ապա իրավունքի գերակայության ուրեմն պահանջն է վերականգնելու տվյալ քաղաքացիների շահերը։ Մյուս կողմից էլ կա ընկերության օրինական շահերը, եւ ընկերության լավագույն շահը պիտի պաշտպանված լինի, բայց բնավ դա չպիտի պաշտպանված լինի ըստ իս որևէ սուբյեկտի շահը ոտնահարելու արդյունքում։ Հիմա մենք լավագույն, այսպես ասած, լուծումների փնտրտուքի մեջ ենք։ Մի բան ակնհայտ է, որ տուժած սուբյեկտները պիտի իրենց շահերի վերականգնում ունենան, մի բան ակնհայտ է, որ ընկերության լավագույն շահը պիտի պաշտպանվի եւ պիտի լուծումը գտնենք, լուծումն էլ նաև որ արտադրված էլեկտրաէներգիայի քանակի սպառման փոխադարձ ակտեր պիտի կազմվեն եւ չփոխհատուցված քանակները փոխհատուցվեն գուցե էլեկտրաէներգիայով լրացուցիչ, գուցե նաև այստեղ մի հատ մանրուքերը կա շատ կարեւոր է, ես ուզում եմ դա անպայման հնչեցնել, տեսեք, եթե օրինակ ամեն տարվա այդ հաշվետու շրջանը մայիսի 1-ն է, մինչեւ մայիսի 1-ը նախկինում արտադրված, ցանց հետ մղած, սպառած, փոխադարձ ակտերի հաշվարկի ճշգրտման փուլն է։ Եվ ես խոսում եմ հիմա հավելագրումների ու այդ փաստերի մասին, որոնք դրվել են, այդ քանակները դրվել են ՀՑԿ-ի որոշման հիմքում բացառապես միջև վարույթի հարուցումը արձանագրված դեպքերի համար, բայց վարույթի հարուցումից հետո ունենք դրվագային երևույթներ, որ շարունակվել են նաև։ Ու այն դեպքում հենց բացահայտել ենք միանգամից իրավական գնահատականի այդ պատճառով նայած կալանավորված տեսուչ կա այս պահին, ու նախաքննությունը հիմա նաև ընթանում բնականաբար մի քանի քրեական վարույթներ կան դվորում այս փաստերով։ Եվ ահա այդ թերգրանցումների արդյունքում, եթե միջև մայիսի 1 օրինակ պատշաճ երկկողմանի իրական թվերով ակտը տեղի ունենար, կփոխհատուցվեր տվյալ արտադրողը այն սակագնով, որով որ պայմանագրի կնքված է 16, 18, 20, 24 դրամով։ Բայց եթե դրանից հետո է պարզ դարձել եւ էլ ահռելի ծավալը արդեն իր սպառածի դիմաց հեծը փոխհատուցի։ Հեծը փոխհատուցելու է արդեն այն սակագնով, որոնք որպես սպառող օգտագործում 46, 50 դրամի շրջանակներում, այսինքն այս պարագայում ընկերության օրինական շահերին նախորդ կառավարիչների եւ տվյալ արերևույթ զեղծարություն արված քաղաքացիների կամ խմբերի կատարած ուրեմն խախտումների հետևանքով ընկերության շահերին վնաս է հասցվում առնվազն մի միավոր էլեկտրաէներգիայի դիմաց 25-30 դրամի հասնող չափով։ Այսինքն հեծը զրկում է լրացուցիչ եկամուտ ունենալու հնարավորությունից, քանի որ պիտի այդ սակագնով գանձվող արժեքով փոխհատուցի նախկին շրջանում հասցված վնասները մեր քաղաքացիներին։ Կարծում պարզ բացատրեցի։ Այո։ Եվ իհարկե փոխհատուցման մեխանիզմներ պիտի գործադրենք անշուշտ։ Մենք ավարտեցինք բոլոր 6 խմբերը։ Ես կարող եմ ժամերով խոսալ, բայց ժամանակը սահմանափակ է։ Գիտեմ, այդ դեպքում եկեք վերջի հարցերը այսպես ձևակերպեմ։ Ազգայնացման խնդիրը դուք վարչապետի հետ քննարկել եք նաև բնականաբար եւ սակագնի իջեցման հարցեր, ձեր զրույցը այն տպավորություններ թողնում, որ պարոն վարչապետը հորդորում էր հանուն
քաղաքացիների այսպես ասած էմոցիա գողանալու կամ միգուցե քվե գողանալու, որովհետև դες մեղադրում են նաև որ հեծը վերցնում եք որպես ԿՊ-ի ակտիվ, հիմա իրանք էլ չեն կողմնորոշում, հիմա Թուրքիային եք տալիս, թե քաղաքացիական պայմանագիրը իր համար վարչական ռեսուրս է պահում։ Իդեպ այս ապատեղեկատվության բլոկը, որ տարածվում է, այսինքն մի կողմից նարատիվը այսպեսին է, որ պետք չի ազգայնացնել, որովհետև մասնավորը ավելի լավ է կառավարում, բայց չեն կարողանում իհարկե նաև հակապաստարկել։ Դուք հարցին հիմա կարող եք պատասխանել։ Մասնավորը ոնց էր կառավարում պետությունը։ Դե ամեն մասնավոր չի, որ այն որ ասում է մի սանրով պետք չի բոլորին սանրել, որովհետև ամեն դեպս տնտեսագիտության մեջ այո, ընդունված նորմ է, որ մասնավորը շատ ավելի բարեխիղճ է լինում, եթե իհարկե հետապնդում է միայն օրինական շահեր։ Հիմա մի նարատիվով փորձում են հասարակությանը վախեցնել, որ ավելի է վատանալու հեծի վիճակը, բավարարվեք նրանով ինչ կա, եթե պետականացվի։ Մյուս նարատիվը, որ շրջանառության մեջ են դնում, որ հեծը վաճառվելու է Թուրքին, թուրքերին, նույնիսկ անգամ ներողություն, ես ճիշտ այդպիսի անգրագիտության մակարդակ չի պատկերացնի, որովհետև բոլոր մարմինները ունենում են այսպես ասած միջազգային ինչ-որ կոորդինացնող ցանցեր, որոնց անդամակցում են եւ հեծի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի երկու անդամներ խեղճերը ընդամենը մասնակցել էին Թուրքիայի տարածքում այդ պահին տեղի ունեցած միջազգային այդ իրենց մարմնի էներգետիկ ոլորտի, այո, այդ համաժողովին եւ դա ներկայացվեց որպես ստվերային բանակցություններ, զոնդաժ, որ գնացել են հանդիպեն, որ թուրքերին տան ու դա անում էին պատգամավորները, ու դա անում էին ընդդիմադիր պատգամավորները, որոնք իրենք գիտեն, որ օրինակ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդանական վեաժողով օրինակ կարա հանդիպի վեաժողով գումարի Թուրքիայում, կարա վեաժողով գումարի Վրաստանում եւ այլ, այսինքն իմանալով միտումնավոր փորձում են մարդկանց վախերը գրգռեն, այդ թվում եւ երեք էլ տարածվել էր, որ Խաչատուր Սուքասյանը ահա միջնորդն է հեծը թուրքերին վաճառելու, այդ Խաչատուր Սուքասյանի գրասենյակը ուղղակի այս վերջին տարիներին իրան կոտորեց հերքելու համար անհեթեթ վարկածները։ Հիմա ազգայնացման մի կողմ եմ թողնում, լավ, այս կկառավարվի ի վերջո, կտպեն ապատեղեկատվություն, կհերքվի այդ ապատեղեկատվությունը, բայց այնուամենայնիվ ազգայնացման խնդիրը, ազգայնացում թե ուղղակի առաջին էտապում ազգայնացում, հետո մասնավորեցում, ինչա քննարկում կառավարությունը այս առումով։ Շատ լավ հարց է, շնորհակալ եմ հարցի համար։ Վարչապետը իր խոսքում նաև նախորդ օրվա մեր քննարկման ընթացքում հնչեցրեց ուրեմն այն երկու մոտեցումները, որոնք այս պահին արդեն ձևավորվել են մեր իշխանության, մեր կառավարության, պետության առհասարակ մոտ։ Մեկը դա հեծի բաժնետոմսերի 100% պետականությունն է, այսինքն հեծը դառնում է 100% պետական սեփականության ընկերություն եւ հանձնվում է միջազգային էներգետիկ լուրջ կորպորացիայի օպերատորի կոնցեսիոն կառավարման, ինչպես օրինակ Զվարթնոց օդակայանն է։ Երկաթուղին։ Այո, նո երկու ծայրահեղ օրինակներ վերեցինք, էլի։ Հա։ Եվ Գազպրոմը սեփականությունն է։ Գազպրոմը սեփականություն։ Եվ երկրորդ տարբերակը, որ եթե կառավարությունը պետական բյուջեն չի կարողանում նման ֆինանսական բեռի տակ մտնել եւ ձեռք բերել օրինական օրենքի գերակայության, իրավունքի գերակայության տրամաբանության մեջ սահմանադրության պահանջներին խիստ համապատասխան տվյալ ակտիվը, ապա գնում ենք վերամասնավորեցման ճանապարհով։ Ես ուզում եմ ասել, որ թե վարչապետը անձամբ ինքը այդ մասին նաև ասաց, եւ ես նաև անձամբ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հանրային քաղաքական գործիչ, շատ կցանկանայի, որ գնայինք առաջին սցենարով եւ ռազմավարական էներգետիկ մենաշնորհ ունեցող Հայաստանում աշխատակիցների քանակով թիվ 1 գործատու նաև ընկերությունը դառնա պետական կազմակերպություն ու իրականացնի իր արժեվ դրած առաքելությունը պետության անունից պետական սեփականություն հանդիսանալով։ Բայց այդ ամեն ինչը պարզ կլինի միայն այն պահին, երբ հստակ մենք իմանանք հեծի իրական արժեքը։ Հեծը այս պահին դեռ նոր մշակվում է գնահատման իրավական բոլոր ինչքան կտվի եւ երբ իմանանք։ Օրենքը սահմանափակում է 3 ամսի մեջ։ մեջ։ Ամսի 21-ին ուժի մեջ է մտել ՀՑԿՀ որոշումը եւ օրենքի
պահանջն է երամսյա ժամկետում ավարտել բանակցությունները սեփականատերի հետ։ Այսինքն դա ընդհանրում է գնահատում, բանակցություններ, հակադարձ կողմից պատասխան, գուցե իրենց կողմից նաև գնահատում, ինչ իրենց իրավունքն է որպես սեփականատերեր, 3 ամսվա ընթացքում, եթե գնահատված, ընդ որում ես ինքս նաև իմ մասով երաշխավորում եմ, որ օրենքի տառին համապատասխան գործիքակազմերով եւ ընդունված նորմերով է գնահատումը բնականաբար տեղի ունենալու եւ գնահատված արժեքով, եթե սեփականատերը ինքը հրաժարվում է կամ բանակցություններից կամ օտարելուց, ապա օրենքի ուժով այդտեղ արդեն երամսյա ժամկետ լրանից հետո գործի անցնում Սահմանադրության 60-րդ հոդվածը եւ հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով դա որքան է տևում։ Դա արդեն միջև կառավարության որոշման նախագիծ եւ կառավարության որոշում։ Կառավարության որոշմամբ է գերակա շահը ճանաչվում, որից հետո արդեն բնականաբար ենթադրում են բանակցություններ կամ պոտենցիալ կոնցեսիոն կառավարիչների հետ կամ պոտենցիալ գնորդների հետ։ Դա դեռ ամիսներ անց պարզ կլինի, բայց այս պահին ես ուզում եմ պաշտոնապես ասել, չկա որևէ բանակցություն առնվազն ինձ հայտնի կառավարչական հարթություններում, պաշտոնական հարթակներում եւ ժամանակ կառավարչի պոտենցիալների գրավման առումով եմ ասում, որևէ բանակցություն, որևէ պոտենցիալ ներդրող, որևէ գնորդ այս պահին չկա ու չի կարող լինել, քանի ինքնին գինը պարզ չէ, քանի ինքնին պարզ չէ սեփականատերը ինչ են այդ մասով մտածում, առաջարկում կամ պաշտոնական ինչ դիրքորոշում ունես գործընթացին։ Բայց նաեւ կարող եմ մատնանշել, որ օրինակ այն տնտեսական ու ֆինանսական վիճակը, որ հեծում է այսօր, որոշ չափով նաև դրվատանքով ասեմ իմ գործընկերների, իմ նշանակած թիմի եւ նաև գործող պաշտոնյաներին, եթե 4 ամսվա բնականon կենսագործության արդյունքում հեծը մարել է իր վարկային բեռի շուրջ 10%-ը եւ արդյունավետորեն շարունակել է կենսագործել, ապահովելով մեր ազգաբնակչությանը իր բաժանորդներին էլեկտրաէներգիայով, նույնիսկ ցուցանիշներն են լավ արկել, ինքը բավականին լավ ակտիվ է ու ես կցանկանայի, որ իմ պետությունը ձեռք բերի այս ակտիվը եւ դառնա պետությունը հեծի սեփականատեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես ցավում եմ, որ այս գայթակղիչ քննարկումը երկար շարունակել չենք կարող ցավոք սրտի, բայց մենք արդեն ժամ եւ ավելի ժամ ու կես գրեթե քննարկում ենք սա։ Ես հուսով եմ, որ առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն է պարոն Պետրոսյան, որովհետև իսկապես կլանված լսում ես եւ ստիպված ես ավարտել քննարկումը, որովհետև դուք շտապում եք եւ նաեւ իմ ընկերները ունեն այլ պարտավորություններ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ սիրելիներս, ես պատահական չէր, որ հիշեցրեցի անվտանգության ասպեկտը իմ եւ ներածական խոսքում, որովհետեւ մեր ինստիտուտը համենայն դեպս փորձում է բոլոր քաղաքականությունները գնահատել ազգային անվտանգության պրիզմայով քաղաքականությունները եւ պատահական չէր, որ այսօր հրավիրել էինք այսպիսի կազմ, թեպետ իմ ընկերները չունեցան այդպես հնարավորություն դեռևս խոսելու եւ Անին Եղազան, որտեղ նույնպես եվրոպական ուղղությամբ հարցադրումներ կան էներգետիկ ցանցի արդիականացման, ինտեգրման հետ կապված, Շուշանը դեռ հասցրեց ինչ-որ մի խնդիրներ քննարկել, թեպետ Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը նույնպես չօգտագործված պոտենցիալ եւ նաեւ ռազմավարական կարևորություն ունեցող խնդիր է եւ անվտանգային նշանակության խնդիր է, բայց մենք կհավաքվենք այս հարցերով, որովհետեւ դեռևս անհայտները շատ են, դեռևս այո, պետք է հեծի գինը գնահատվի, ակտիվը պետք է գնահատվի, այդ գնից կախված պարզ կլինի, թե ինչպիսին է սեփականատիրոջ վերաբերմունքը, արդյոք կայանում է գործարքը կառավարության եւ պետության եւ սեփականատիրոջ միջև հետի ձեռքբերման կապակցությամբ, իսկ եթե չի կայանում, ապա դրանից հետո տեղի ունենում ազգայնացման գործընթացը համապատասխան օրենքին։ Մենք նաեւ պիտի հասկանանք, որ ազգայնացումը համենայն դեպս ազգային պատկանելությունը դա էապես վերացնում է կախվածությունները եւ ավելացնում պետության ինքնաբավության ռեսուրսը։ Ես բացառապես կիսում եմ ձեր տեսակետը, պարոն Պետրոսյան, որ նման թիվ 1 գործատու ռազմավարական նշանակության ակտիվ ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ հավելյալ ռեսուրս հանդիսացող նման ձեռնարկության պարագայում ավելի ցանկալի է իսկապես ազգայնացման տարբերակը եւ դրա պատկանելությունը, որովհետեւ
Իմ համար ոչ միայն հեծի, այլ նաև մյուս ակտիվների նկատմամբ վերաբերմունքը ձևավորվել է 1999 թվականից սկսած, երբ դրանք ներառվել են մասնավորեցման ցանկում, եւ ինձ համար էական չի եղել իդեպ դրա տնօրինողը Սամվել Կարապետյանն է, թե Բիբինն է, թե որևէ այլ երկիր, այլ նման ակտիվները իմ պատկերացման զուտ ազգային անվտանգության նկատառումներով ցանկալի է որպեսի լինեն պետության ձեռքում, որպեսի շանտաժների եւ այլ ուրեմն հիբրիդային ուրեմն ճնշումների առարկա չդառնան, ի վերջո չմոռանանք, որ տարիներ շարունակ եւ 2013 թվականին Հայաստանի Եվրոասոցիացիումը կանխարգելվել է այնպիսի մի ցուցակ ուրեմն սպառնալիքներով, որոնցից մեկը գազի կտրելն էր, մյուսը հոսանքի խնդիրներն էին եւ այլ, այդ լծակները օգտագործելն է եւ դրա հետևանքները մեր ժողովրդի համար ծայրաստիճան վատ են եղել, սկսած նրանից, որ այդ ձևավորված ռազմավարական միջավայրը Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող հենց նույն Արցախյան ուրեմն խնդրի ու պատերազմի հանգուցալուծման առումով եւ մեզ ուղակի բարեկամների որևէ դաշտ չէր ստեղծել։ Հիմա այսքանով ուղղակի ուզում եմ ավարտել, բայց թեման սպառված չհամարել, ես նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, պարոն Պետրոսյան եւ նաեւ իմ գործընկերներին այս քննարկումը իրականություն դարձնելու համար։ Ես վստահ եմ, որ 1.5 ժամ հաղորդումը որքան էլ ծանր է, այնուամենայնիվ հասարակությունը եւ ուղիղ դիտողները, մեզ ուղիղ միացման դիտողները եւ նաեւ հետագայում հնարավորություն կունենան բազում հարցերի պատասխանել լսել, որովհետեւ այն հարցազրույցները, որոնք դուք տվել եք, եղել են 20 րոպե կամ կես ժամ տևողությամբ եւ ժամանակի սահմանափակությունը թույլ չի տվել այսքան բացել։ Ես շնորհակալ եմ այս բացախոսության համար, այս անկեղծության համար եւ մաղթում եմ հաջողություններ ձեզ, ձեր ճգնաժամային։ Հանուն Հայաստանի Հանրապետության, այո։ Կհանդիպենք մեկ այլ հավաքի պայմաններում, այժմ ուղղակի շնորհակալություն եմ հայտնում բոլորին եւ նաեւ այս քննարկումը իրականություն դարձրած տեխնիկական անձնակազմին Լուսինե Պետրոսյանին շնորհակալություն հեռարձակումը ապահովելու համար եւ նաեւ խորին շնորհակալություն այն բոլոր լրատվամիջոցներին, որոնք վերահեռարձակում են այս քննարկումը, ինչպես նաեւ այն բոլոր դիտողներին, ովքեր հետևել են քննարկմանը։ Կհանդիպենք մեկ այլ անգամ, բայց շատ շուտով։